Բիզնեսմենը սկսում է կասկածել իր երիտասարդ հարսնացուի մտադրություններին, երբ նկատում է նրա հիվանդագին հետաքրքրությունը փողի հանդեպ։ Ճշմարտությունը բացահայտելու համար նա ծածնում է սրտի կաթված տեսնում է այն կնոջ ցնցող սառնությունը, ով ասում էր, թե սիրում է իրեն։ Բայց նրա հավատարիմ աշխատակցուհու հուսահատ արձագանքը բացահայտում է, թե որտեղ է եղել իրական սերը։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Ռուբեն Մանուկյանն ուղղեց իր իտալական փողկապի հանգույցը, միաժամանակ դիտելով իր գրասենյակի 20-րդ հարկի համայնապատկերային պատուհանից։ Երանի կենտրոն վարչական շրջանի տեսարանը փռված էր նրա աչքերի առաջ, շախմատի տախտակի նման, որտեղ յուրաքանչյուր քայլ հաշվարկված էր այն ճշգրտությամբ, որը նրան Մալաթիա Սեբաստիայի ծայրամասի մի աղքատ տղայից վերածել էր երկրի ամենահարգված գործարարներից մեկի։ 52 տարեկանում Ռուբենը տեխնոլոգիական ոլորտում մի կայսրություն էր կառուցել, որն արժեր ավելի քան 200 միլիոն դրամ, բայց հինգշաբթի օրվա այդ երեկոյան ֆինանսական հաջողությունը չէր կարողանում հանգստացնել նրա կրծքում աճող անհանգստությունը, որը համառ ստվերի պես մեծանում էր։ Արդեն 3 ամիս էր, ինչ մանր դետալները կուտակվում էին նրա մտքում, կազմելով մի գլուխկոտրուկ, որը նա նախընտրում էր չհավաքել, բայց որը համառորեն ինքն իրեն էր լրաց։ Վում։ Իզաբելլա Կարապետյանը, նրա 29 տարեկան հարսնացուն, նրբորեն փոխվել էր այն օրվանից, երբ նրանք պաշտոնականացրել էին իրենց նշանադրությունը։ Սկզբում Ռուբենը այդ փոփոխությունները վերագրում էր հարսանիքին նախորդող բնական անհանգստությանը, հատկապես հաշվի առնելով նրանց տարիքային սոցիալական դիրքի տարբերությունը։ Իզաբելլան ավարտել էր Երանի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետը, ուներ նրբագեղ գեղեցկություն, որը գրավում էր ուշադրությունը ցանկացած միջավայրում, սուր միտք, որը սկզբում գերել էր նրան։ Երբ նրանք ծանոթացել էին Գյումրի գործուղման ժամանակ Ալեքսանդրապոլ Պալասը հյուրանոցում կայացած բարեգործական միջոցառմանը, նա աշխատում էր որպես խորհրդատու միջին չափի ընկերությունում վարում էր հարմարավետ կյանք, բայց հեռու այն շքեղությունից, որը շրջապատում էր Ռուբենին։ Նրա մեջ ամենաշատը գրավել էր հենց դա։ Իզաբելլան անմիջապես հետաքրքրություն չէր ցուցաբերել իր հարստության նկատմամբ։ Ընդհակառակը, հենց նա էր պնդում, որ առաջին հանդիպումներին հաշիվները կիսեն, հրաժարվում էր թանկարժեք նվերներ ընդունելուց նախընտրում էր պարզ զբաղմունքներ, ինչպիսիք են զբոսանքները այգում կամ ընթրիքները համեստ ռեստորաններում։ Ռուբենը, որ սովոր էր կանանց, ովքեր բացահայտորեն մոտենում էին իր փողերով հետաքրքրված, անկեղծորեն հմայված էր այդ պահվածքով։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա իրեն սիրված զգաց նրա համար, թե ով էր ինքը, այլ ոչ թե ինչ ուներ։ Ամուսնության առաջարկը տեղի ունեցավ 6 ամիս անց, մանր անձրի մի գիշեր, իր փոքր կենտրոնում գտնվող բնակարանի պատշգամբում։ Ոչ մի մեծ բեմադրություն կամ Միշլենի աստղերով ռեստորաններ։ Ռուբենը պարզապես ծնկի իջավ համեստ մատանիով հարցրեց, թե արդյոք նա կցանկանար իր կյանքի մնացած մասը կիսել իր հետ։ Իզաբելլան լաց եղավ, ասաց այո, նրանք երկար գրկախառնվեցին, մինչ անձրը թմբկահարում էր իրենց գլխավերի ապակե ծածկին։ Դա Ռուբենի տասնամյակների ընթացքում ապրած ամենաանկեղծ պահերից մեկն էր։ Բայց ինչ-որ բան սկսեց փոխվել այն բանից հետո, երբ նշանադրության լուրը տարածվեց Երանի բարձրաշխարհիկ շրջանակներում։ Իզաբելլան, որը նախկինում խուսափում էր փողի մասին խոսակցություններից, կարծես դա անհարմար բան լիներ, սկսեց աճող հետաքրքրություն ցուցաբերել Ռուբենի գործերի նկատմամբ։ Սկզբում դրանք ընթրիքի ժամանակ տրվող անմեղ թվացող հարցեր էին։ Ինչպես է աշխատում ֆոնդային շուկան, արդյոք ճիշտ է, որ նա ներդրումներ է կատարել կրիպտոարժույթներում, արդյոք իր ընկերությունն իսկապես այնքան լավ վիճակում է, ինչպես գրում էին ամսագրերը։ Ռուբենը պատրաստակամորեն պատասխանում էր, գոհ լինելով, որ իր աշխարհը կիսում է սիրելիի հետ։ Բայց հարցերը գնալով դառնում էին ավելի կոնկրետ հաճախակի։ Իզաբելլան ուզում էր իմանալ բանկային հաշիվների մասին, թե ինչպես է նա կազմակերպում իր ներդրումները, արդյոք լիազորագրեր ունի։ Այլ մարդկանց համար, ինչպես է աշխատում իր կարողության կառավարումը։ Երբ Ռուբենը պատահաբար նշեց, որ ֆինանսական խորհրդատու ունի, նա պնդեց, որ ծանոթանա նրա հետ։ Երբ նա խոսեց մի ներդրման մասին, որը լավ եկամուտ էր բերել, նա մանրամասներ խնդրեց գումարների տոկոսների մասին։ Երբ նա ասաց, որ մտածում է ծովափին բնակարան գնելու մասին, նա անմիջապես ուզեց իմանալ, թե արդյոք այն երկուսի անունով է գրանցելու։ Ռուբենը փորձեց անտեսել իր զգացած անհարմարությունը։ Ի վերջո, նրանք պատրաստվում էին ամուսնանալ, բնական էր, որ նա հետաքրքրվեր ապագա ամուսնու ֆինանսներով։ Բայց այդ հետաքրքրության ինտենսիվության մեջ կար մի բան, որը նրան նորմալ չէր թվում։
Իզաբելլան չէր հարցնում իրենց ապագայի երազանքների, իր անձնական ծրագրերի, այն մասին, թե ինչն էր իրեն երջանկացնում։ Նրա հարցերը միշտ պտտվում էին թվերի, արժեքների, կարողության շուրջ։ Նախորդ շաբաթ նա առաջարկել էր, որ միասին գնան նոտարական գրասենյակ հարսանիքի թղթաբանությունը կարգավորելու։ Երբ Ռուբենը նշեց, որ կցանկանար ամուսնական պայմանագիր կնքել ոչ թե անվստահության, այլ իր փաստաբանի խորհրդով, Իզաբելլան զարմանալի կերպով արձագանքեց։ Ոչ թե վիրավորանքով կամ տխրությամբ, ինչպես նա սպասում էր, այլ հաշվարկված սառնությամբ, որը նրան շփոթեցրեց։ Նա ասաց, որ լիովին հասկանում է, որ դա իսկապես ավելի խելամիտ է, անմիջապես սկսեց տեխնիկական հարցեր տալ, թե ինչպես է աշխատում այդ տեսակի փաստաթուղթը։ Հենց այդ պահին Ռուբենը հասկացավ, որ արդեն շաբաթներ են, ինչ նրանք չէին խոսում առօրյա բաներից, զգացմունքներից, այն ապագայից, որը պետք է կառուցեին միասին որպես զույգ։ Իզաբելլայի բոլոր խոսակցությունները ինչ-որ կերպ հանգում էին ֆինանսական թեմային։ Նա ուզում էր իմանալ ընկերության ֆինանսական վիճակի, նրա ներդրումների, գույքի, կյանքի ապահովագրության մասին։ Երբ նա փորձում էր փոխել թեման, Իզաբելլան արագ միջոց էր գտնում թեմային վերադառնալու համար։ 3 օր առաջ Ռուբենը նկատել էր, որ Իզաբելլան խուսափում է հեռախոսով խոսելուց։ Նա, որ նախկինում պատասխանում էր զանգերին իր ներկայությամբ, այժմ միշտ հեռանում էր խոսելու համար։ Մի առավոտ, երբ նա լոգանք էր ընդունում, նրա բջջային հեռախոսը համառորեն զանգում էր գիշերասեղանիկի վրա։ Ռուբենը նայեց էկրանին, տեսավ դոկտոր Ավետիք Մուրադյան անունը։ Նա ճանաչում էր այդ անունը։ Ավետիք Մուրադյանը Երանի ամենահայտնի փաստաբաններից մեկն էր, մասնագիտացած միլիոնատերերի ամուսնալուծությունների գույքի բաժանման գործերով։ Ռուբենի մեջքով սարսուռ անցավ, բայց նա զսպեց իրեն տեսարան չսարքելու համար։ Երբ Իզաբելլան դուրս եկավ լոգարանից, նա պատահաբար նշեց, որ հեռախոսը զանգել էր։ Նա նայեց էկրանին, մի փոքր լարվեց, ասաց, որ դա իր ընկերուհու աշխատանքային խնդրի հետ կապված է, ով փաստաբանի խորհուրդ էր խնդրում։ Այդ օրվանից Ռուբենը սկսեց Իզաբելլային այլ աչքով նայել։ Նկատեց, որ նա խուսափում է քնքշության ինքնաբուխ դրսևորումներից, որ նրա քնքուշ խոսքերը բեմադրված էին հնչում, որ նրա ժպիտները չէին հասնում աչքերին։ Հասկացավ, որ նա երբեք չէր հարցնում, թե ինչպես է անցել իր օրն աշխատավայրում, արդյոք նա ինչ-որ բանից անհանգստացած է, արդյոք հուզական աջակցության կարիք ունի։ Փոխարենը, նա անգիր գիտեր, թե քանի ընկերություն ունի ինքը, որն է իր բաժնետոմսերի մոտավոր գնանշումը, նույնիսկ մանրամասներ իր կտակի մասին, մի թեմա, որին նա անդրադարձել էր թվացյալ անհոգ կերպով կիրակնօրյա ճաշի ժամանակ։ Այդ երեկո, երբ իր անձնական գրասենյակում որոշ փաստաթղթեր էր կարգավորում, Ռուբենը հին օրագրում մի մոռացված գրություն գտավ։ Դա Սաթենիկ Սարգսյանի, այն կնոջ գրությունն էր, ով 12 տարի աշխատում էր իր տանը որպես տնտեսուհի։ Գրության մեջ ասվում էր ընդամենը. Պարոն Ռուբեն, տիկին Իզաբելլան խառնում էր ձեր սեղանի թղթերը, երբ դուք դուրս էիք եկել հեռախոսին պատասխանելու։ Գտա, որ ավելի լավ է ձեզ տեղյակ պահեմ։ Հարգանքներով, Սաթենիկ։ Գրությունը 2 շաբաթվա վաղեմության էր։ Ռուբենը մշուշոտ հիշեց իրավիճակը։ Նա Իզաբելլային մենակ էր թողել հյուրասենյակում, մինչ այգում պատասխանում էր աշխատանքային հրատապ զանգին։ Երբ վերադարձավ, նա ամսագիր էր թերթում, թվացյալ հանգիստ։ Բայց Սաթենիկը, իր ուշադիր հայացքով, որը ճանաչում էր այդ տան յուրաքանչյուր անկյունը, նկատել էր մի բան, որն աննկատ էր մնացել իր համար։ Սաթենիկ Սարգսյանը Ռուբենի համար աշխատողից ավելին էր։ Նա եկել էր իր տուն, երբ նա դեռ կառուցում էր իր կայսրությունը, երբ ընկերությունը բաղկացած էր միայն իրենից 2 գործընկերներից, որոնք օրական 16 ժամ էին աշխատում։ Այն ժամանակ Ռուբենը հազիվ փող ուներ պատշաճ աշխատավարձ վճարելու, բայց Սաթենիկը համաձայնել էր աշխատել խորհրդանշական գումարով, քանի որ հավատում էր նրա ներուժին։ Նա տեսել էր ընկերության աճը, անքուն գիշերները, հուսահատության պահերը, երբ թվում էր, թե ամեն ինչ սխալ կգնա, փոքր հաղթանակները, որոնք կուտակվելով վերածվեցին այսօրվա հաջողության։ Ավելին, Սաթենիկը Ռուբենին ճանաչում էր որպես անձնավորություն։ Գիտեր, որ նա ամսական գումար էր ուղարկում Մալաթիա Սեբաստիայի մի մանկատուն, որտեղ մեծացել էր։ Գիտեր, որ նա վճարում էր 3 կարիքավոր երիտասարդների համալսարանի վարձը, առանց որևէ մեկի իմացության, գիտեր, որ նա գաղտնի այցելում էր ծերանոցներ, հիվանդանոցներ, անանուն նվիրատվություններ անելով։ Ռուբենը երբեք չէր խոսում այդ բաների մասին, բայց Սաթենիկը ամեն ինչ դիտում էր այն մարդու զգուշությամբ, ջերմությամբ, ով իսկապես հոգ էր տանում նրա մասին։
Հենց Սաթենիկն էր նկատում, երբ նա անհանգիստ էր, ով դժվար գիշերներին պատրաստում էր նրա սիրելի թեյը, ով համոզվում էր, որ նա չի մոռանում ուտել, երբ շատ կենտրոնացած էր աշխատանքի վրա։ Հենց նա էր, որ գիտեր նրա նախասիրությունները, սովորությունները, վախերը։ Երբ Ռուբենը 3 տարի առաջ թոքաբորբով հիվանդացավ, ստիպված էր 2 շաբաթ անկողնային ռեժիմ պահպանել, հենց Սաթենիկն էր, որ խնամում էր նրան, ինչպես մայրը կխնամեր իր որդուն, լիովին անտեսելով նրա բողոքները, թե նա պարտավոր չէ դա անել։ Այժմ, այդ փոքրիկ գրությունը մատների արանքում բռնած, Ռուբենը գիտակցեց, որ միգուցե միակ մարդը, ով իսկապես հոգ էր տանում իր բարեկեցության մասին, հենց նա էր, ով ամենաքիչն էր օգտվում իր հարստությունից։ Սաթենիկը ստանում էր արդար աշխատավարձ, ուներ բոլոր աշխատանքային իրավունքները, բայց երբեք դրանից ավելին չէր խնդրել։ Երբեք չէր ակնարկել աշխատավարձի բարձրացման մասին, երբեք չէր մեկնաբանել իր պարզ կյանքի այն շքեղության միջ եղած տարբերությունը, որը շրջապատում էր նրան Ռուբենի տանը։ Նա պարզապես իր աշխատանքը կատարում էր նվիրումով, ցուցաբերում էր անկեղծ ջերմություն, որը կախված չէր ֆինանսական փոխհատուցումից։ Ռուբենը գրությունը դրեց դրամապանակի մեջ, մի քանի րոպե նայեց պատուհանից, խորասուզված մտքերի մեջ։ Ներքում քաղաքը եռում էր օրվա վերջի երթեկությունից, բայց նա հազիվ էր նկատում շարժումը։ Նրա միտքը զբաղված էր, փորձելով հասկանալ, թե ինչպես էր հասել այս կետին։ Նշանված մի կնոջ հետ, ով գուցե սիրում էր իրեն միայն փողի համար, շրջապատված մարդկանցով, ովքեր մոտենում էին իրեն շահադիտական նպատակներով, բայց իր կյանքում միակ անկեղծ մարդը լինելով հենց նա, ով խնամում էր իր տունը այն պարզությամբ, որը փոխարենը հարգանքից, ուշադրությունից բացի ոչինչ չէր ակնկալում։ Նա մտածեց վերջին շաբաթների, այն փոքրիկ ժեստերի մասին, որոնք անտեսել էր։ Թե ինչպես էր Իզաբելլան միշտ փոխում թեման, երբ նա փորձում էր խոսել զգացմունքների մասին։ Թե ինչպես էր նա խուսափում ինքնաբուխ ֆիզիկական շփումից, բայց քնքուշ էր դառնում, երբ այլ մարդկանց ներկայությամբ էր։ Թե ինչպես նա երբեք իրական հետաքրքրություն չէր ցուցաբերել իր կյանքի պատմության, իր պայքարի, իր վախերի նկատմամբ, բայց անգիր գիտեր իր ներդրումների մասին մանրամասներ, որոնք նա ինքը պետք է ստուգեր հիշելու համար։ Հեռախոսը զանգեց, ընդհատելով նրա մտքերը։ Մարկոս Ստեփանյանն էր, իր լավագույն ընկերը, համալսարանական տարիներից ընկերության փոքր բաժնետերը։ Ռուբեն, պետք է անձամբ խոսեմ քեզ հետ։ Իզաբելլայի մասին է։ Ռուբենի սիրտը սկսեց արագ բաբախել, բայց նա ձայնը հանգիստ պահեց։ Ինչ է պատահել, Մարկոս։ Ավելի լավ է անձամբ խոսենք։ Կարող եմ մի փոքր ուշ ձեր տուն գալ։ Կարող է։ Իհարկե, ժամը 8-ի կողմերը տանը կլինեմ։ Ռուբենն անջատեց հեռախոսը ստամոքսում տարօրինակ զգացողությամբ։ Մարկոսը այն տեսակը չէր, որ տեղը դրամա սարքեր։ Եթե նա բավականաչափ անհանգստացած էր, որպեսզի Իզաբելլայի մասին անձնական խոսակցություն խնդրեր, ուրեմն լուրջ բան էր բացահայտել։ Տուն գնալու ճանապարհին Ռուբենն առաջին անգամ իրեն թույլ տվեց մտածել այն հավանականության մասին, որ իր կասկածները պարզապես պարանոյա չեն։ Իսկ եթե Իզաբելլան իսկապես հետաքրքրված էր միայն իր փողերով։ Իսկ եթե այդ ամբողջ հարաբերությունը մանրամասն մշակված բեմադրությունից ավելին չէր։ Այդ միտքը նրան միաժամանակ զայրացրեց, խորապես տխրեցրեց։ Զայրացրեց դավաճանության համար, բայց տխրեցրեց, որովհետև դա կնշանակեր, որ նա մեկ անգամ սխալվել էր ինչ-որ մեկի հարցում։ Երբ հասավ բնակարան, Սաթենիկը խոհանոցում ընթրիք էր պատրաստում։ Նա ողջունեց նրան իր սովորական համեստ ջերմ ժպիտով։ Բարի երեկո, պարոն Ռուբեն։ Ընթրիքը կես ժամից պատրաստ կլինի։ Տիկին Իզաբելլան զանգել էր, ասելով, որ այսօր ավելի ուշ կգա։ Շնորհակալություն, Սաթենիկ։ Մարկոսը մի փոքր ուշ կգա մեզ մոտ խոսելու։ Կարող եք մեզ համար սուրճ պատրաստել։ Իհարկե, պարոն։ Ամեն ինչ պատրաստ կթողնեմ։ Ռուբենը գնաց ննջասենյակ հագուստը փոխելու, բայց նախ կանգ առավ զարդասեղանի դիմաց, որտեղ Իզաբելլան սովորաբար թողնում էր իր իրերը։ Ամեն ինչ կատարյալ դասավորված էր։ Թանկարժեք դիմահարդարման պարագաներ, ներմուծված օծանելիքներ, զարդեր, որոնք նա էր նվիրել։ Բայց այդ դասավորության մեջ կար մի սառնություն, մի բան, որը չէր փոխանցում այն մարդու մտերմությունը, ով իսկապես այնտեղ էր ապրում, ով իրեն տանը զգում էր։ Ավելի շատ նման էր մի մարդու դասավորության, ով պարզապես անցողիկ էր, հոգ տանելով, որ ամեն ինչ անթերի մնա մինչ հեռանալու պահը։ Ռուբենը գլուխը թափ տվեց, փորձելով հեռացնել այդ մտքերը։
Գուցե անարդար էր, գուցե իր անվստահությունները խնդիրներ էին ստեղծում այնտեղ, որտեղ դրանք չկային։ Բայց երբ զարդասեղանի հայելու մեջ տեսավ իր արտացոլանքը, նկատեց, որ աչքերը մի տխրություն էին կրում, որն այլս չէր կարողանում թաքցնել նույնիսկ իրենից։ Ռուբենը իր համար մի բաժակ վիսկի էր լցնում, երբ դռան զանգը հնչեց։ Մարկոս Ստեփանյանը բնակարան մտավ այն լուրջ դեմքով, որը Ռուբենը տարիներ շարունակ չէր տեսել, այն ժամանակվանից, երբ նրանք միասին դիմակայեցին 2008 թվականի ֆինանսական ճգնաժամին, որը քիչ էր մնում կործաներ ընկերությունը։ Մարկոսը 49 տարեկան տղամարդ էր, 23 տարի ամո։ Ուսնացած Հելենի հետ, երկու արդեն չափահաս երեխաների հայր, ուներ այն դաժան ազնվությունը, որը կարող են ունենալ միայն իսկական ընկերները։ Սաթենիկ, բարի երեկո։ Ինչպե՞ս եք, տիկին, Մարկոսը ողջունեց տնտեսուհուն այն անկեղծ հարգանքով, որը միշտ ցուցաբերում էր, անկախ մարդկանց սոցիալական դիրքից։ Շատ լավ, պարոն Մարկոս, շնորհակալություն։ Ձեզ համար սուրճ կբերեմ։ Երկու տղամարդիկ ուղղվեցին դեպի Ռուբենի անձնական գրասենյակ, մի հարմարավետ սենյակ, որը լի էր գրքերով լի դարակներով, նրա մասնագիտական վերելքի պատմությունը պատմող նկարներով մահագոնի սեղանով, որի վրա տասնամյակներ առաջ ստորագրել էին ընկերության առաջին պայմանագրերը։ Մարկոսը փակեց դուռը իր հետից, մի ժեստ, որն աննկատ չմնաց Ռուբենի համար։ Սա իսկապես լուրջ է, այնպես չէ, Ռուբենը վիսկի լցրեց ընկերոջ համար, ով առանց վարանելու ընդունեց։ Ցավոք, այո, Ռուբեն։ Եվ գիտես, ես հույս ունեի, որ սխալվում եմ, Մարկոսը մի կում արեց խորը շունչ քաշեց։ Անցած երեքշաբթի Հելենը ընկերուհիների հետ ճաշում էր Դալմա Գարդեն Մոլ ի ռեստորանում, երբ տեսավ Իզ. Աբելլային մենակ մտնելիս։ Նա պատրաստվում էր ողջունել նրան, բայց նկատեց, որ Իզաբելլան իրեն չի տեսել տեսանելիորեն նյարդային էր, անընդհատ նայում էր բջջայինին, կարծես ինչ-որ մեկին էր սպասում։ Ռուբենը նստեց կաշվե բազկաթոռին, որտեղ սովորաբար նստում էր քնելուց առաջ կարդալու համար, բայց այդ պահին զգում էր, կարծես իրեն դատում են անտեսանելի դատարանում։ Մարկոսի յուրաքանչյուր խոսքը հնչում էր որպես ապացույց այն կնոջ դեմ, ում խոստացել էր սիրել մինչ կյանքի վերջ։ Մոտ 15 րոպե անց մի էլեգանտ, մոտ 60 տարեկան տղամարդ մոտեցավ նրա սեղանին։ Հելենը միանգամից ճանաչեց։ Դա Ավետիք Մուրադյանն էր, այն հայտնի փաստաբանը, որը զբաղվում է հարուստների ամուսնալուծություններով։ Նրանք խոսեցին ավելի քան մեկ ժամ, Հելենն ասաց, որ Իզաբելլան թղթերով լի թղթապանակ ուներ, փաստաթղթեր էր ցույց տալիս նրան։ Ռուբենը զգաց, որ ստամոքսը կծկվում է։ Դոկտոր Ավետիք Մուրադյանի անունը Իզաբելլայի հեռախոսում պատահականություն չէր, ընկերուհու աշխատանքային խնդրի մասին չէր։ Դա իր ամուսնության փողի մասին էր։ Հելենը կարողացավ ինչ-որ բան լսել խոսակցությունից։ Ուղղակիորեն ոչ, բայց նա ասաց, որ Իզաբելլան շատ էր ժեստեր անում, անհանգիստ տեսք ուներ, մի պահ հանեց բջջայինը էկրանին ինչ-որ բան ցույց տվեց փաստաբանին։ Հելենի համար տարօրինակ թվաց, որովհետև դու երբեք չես նշել, որ Իզաբելլան իրավական խնդիրներ ունի։ Հետո երբ նա ինձ պատմեց, ես սկսեցի կտորները միացնել այլ բաների հետ, որոնք նկատել էի։ Ինչ այլ բաներ, Ռուբենի ձայնը դուրս եկավ ավելի լարված, քան կցանկանար։ Մարկոսը վեր կացավ, սկսեց քայլել գրասենյակում, ինչպես անում էր, երբ մտքերն էր կարգավորում ներդրողներին կարևոր զեկույցն է լկայացնելուց առաջ։ Դա մի սովորություն էր, որը Ռուբենը լավ գիտեր, որը ցույց էր տալիս, որ շատ ավելին կար բացահայտվելու։ Հիշում ես, երբ նշեցիր, որ Իզաբելլան հետաքրքրված է քո ֆինանսական խորհրդատուի հետ ծանոթանալով։ Ես այն ժամանակ դա նորմալ համարեցի, բայց հետո սկսեցի այլ բաներ նկատել։ Վերջին խնջույքներին, որոնց գնացել ենք, նա շատ կոնկրետ հարցեր էր տալիս ներդրումների, քո կարողության կազմակերպման, բիզնեսի ժառանգության մասին։ Դրանք ռոմանտիկ հետաքրքրության հարցեր չէին, Ռուբեն։ Դրանք տեխնիկական հարցեր էին, կարծես նա տեղեկություններ էր հավաքում։ Ռուբենս մի կում վիսկի խմեց, զգալով, թե ինչպես է հեղուկը այրում կոկորդը։ Մարկոսի յուրաքանչյուր բացահայտում հաստատում էր այն կասկածները, որոնք նա շաբաթներ շարունակ փորձում էր անտեսել։ Անցած ամիս Հայկ Բարսեղյանի ծննդյան խնջույքին ես տղաների հետ խոսում էի ընկերության նոր նախագծի մասին, երբ Իզաբելլան մոտեցավ։ Նա ուզում էր իմանալ բաժնետիրական մասնակցության, շահույթի բաշխման, այն մասին, թե ինչ է տեղի ունենում բաժնետիրոջ բաժնեմասերի հետ, երբ նա ամուսն անում է։ Հայկը հետո նույնիսկ կատակեց, որ քո հարսնացուն ավելի շատ բան է հասկանում կորպորատիվ իրավունքից, քան իր ճանաչած փաստաբանների մեծ մասը։ Աստված իմ, Մարկոս։
Ինչպես եմ այդքան կույր եղել, Ռուբենը ձեռքերը տարավ մազերի միջով, զգալով զայրույթի հիասթափության խառնուրդ, որը ֆիզիկապես սրտխառնոց էր առաջացնում։ Դու կույր չես եղել, Ռուբեն։ Դու վստահել ես։ Եվ դրանում սխալ բան չկա։ Խնդիրը դու չես, նա է, Մարկոսը նորից նստեց, աթոռը մոտեցնելով ընկերոջ բազկաթոռին։ Բայց ավելին կա։ Ես ինքնուրույն մի փոքր հետաքննություն արեցի։ Ինչպես թե։ Դու գիտես, որ ես կապեր ունեմ տարբեր ոլորտներում։ Խնդրեցի մի ծանոթի, որն աշխատում է բանկային համակարգում, զգուշորեն ստուգել որոշ բաներ Իզաբելլայի մասին։ Ոչ մի անօրինական բան, պարզապես հանրային տեղեկություններ վարկային պատմության, ընդհանուր ֆինանսական շարժի մասին։ Ռուբենը լուռ նայում էր նրան, պատրաստվելով լսել մի բան, որը գուցե չէր ուզում իմանալ։ Նա պարտքեր ունի, Ռուբեն։ Շատ պարտքեր։ Կրեդիտ քարտը սահմանաչափին է հասել ավելի քան 2 տարի, մեքենա։ Ի ֆինանսավորումը ուշացած է, անձնական վարկ, բարձր տոկոսներով։ Այն խորհրդատվական ընկերությունը, որտեղ նա աշխատում էր, 6 ամիս առաջ աշխատակիցների կեսին ազատել է, այդ թվում նրան։ Նա կես տարի է, գործազուրկ է, քեզ չի ասել։ Հաջորդած լռությունը ընդհատվեց միայն դրսի քաղաքի համեստ աղմուկով։ Ռուբենը զգում էր, կարծես գետինը անհետանում է իր ոտքերի տակից։ Իզաբելլան 6 ամիս գործազուրկ է։ Բայց նա ամեն առավոտ դուրս էր գալիս, խոսում էր աշխատանքային հանդիպումների մասին, նշում էր գործընկերների նախագծերի մասին։ Ամեն ինչ սուտ էր։ Ամեն ինչ բեմադրություն։ Ինչպես է հնարավոր, որ ես ոչինչ չեմ նկատել։ Որովհետև դու ուզում էիր հավատալ, Ռուբեն։ Եվ որովհետև նա շատ լավ է իր գործում, Մարկոսը առաջ թեքվեց, խոսելով այն մարդու քնքշությամբ, ով պետք է ցավալի ճշմարտություն հայտնի։ Ինչպես պարզեցի, նա մի օրինաչափություն ունի։ Սա առաջին անգամը չէ։ Ինչպես թե օրինաչափություն։ Քեզնից առաջ նա հանդիպում էր անշարժ գույքի ոլորտի մի գործարարի հետ Վանաձորում։ Հարաբերությունը տեց 8 ամիս, բաժանվեցին, երբ նա բացահայտեց, որ Իզաբելլան փորձում էր իր անունը ներառել մի բնակարանի սեփականության վկայականում, որը նա պատրաստվում էր գնել։ Դրանից առաջ սիրավեպ է ունեցել պլաստիկ վիրաբույժի հետ այստեղ Երանում։ Նա ավարտվել է, երբ նրա ընտանիքը կասկածել է նրա մտադրություններին։ Ռուբենը փակեց աչքերը, զգալով մի ցավ, որը ֆիզիկական չէր, բայց կարծես կոտրում էր ինչ-որ բան իր կրծքի մեջ։ Այն ամենը, ինչ ապրել էր Իզաբելլայի հետ վերջին ամիսներին, վերաիմաստավորվում էր, սիրո պատմությունից վերածվելով մշակված խարդախության։ Ժպիտները, քնքուշ ժեստերը, քաղցր խոսքերը, ապագայի խոստումները, ամեն ինչ հաշվարկված, ամեն ինչ կեղծ։ Ես պետք է համոզվեմ, Մարկոս։ Պետք է լսեմ նրա բերանից կամ բռնեմ ինչ-որ բանի վրա։ Չեմ կարող հարաբերությունն ավարտել միայն կասկածների հիման վրա, որքան էլ դրանք հիմնավոր լինեն։ Հասկանում եմ, բայց ինչպես ես պատրաստվում դա անել։ Այդ պահին Սաթենիկը զգուշորեն թակեց դուռը, մտավ թարմ եփած սուրճով, տնական քաղցրավենիքով արթուկված կտորե անձեռոցիկներով սկուտեղով։ Նա ամեն ինչ դրեց կողքի սեղանին, այն լուրջ ճշգր։ Տությամբ, որով դա անում էր տարիներ շարունակ, բայց Ռուբենը նկատեց, որ նա մի քանի վայրկյան ավել մնաց, քան սովորաբար, կարծես կանխազգում էր խոսակցության լրջությունը։ Շնորհակալություն, Սաթենիկ։ Հրաշալի է, ինչպես միշտ։ Ես եմ շնորհակալ, պարոն Ռուբեն։ Եթե էլի ինչ-որ բանի կարիք լինի, խոհանոցում կլինեմ, վերջացնելով կարգի բերելը։ Երբ նա դուրս եկավ, Ռուբենը մի քանի վայրկյան նայեց փակ դռանը։ Սաթենիկը այդ տունը ավելի լավ էր ճանաչում, քան որևէ մեկը։ Եթե Իզաբելլայի պահվածքում կասկածելի բան կար, նա անպայման նկատած կլիներ։ Մարկոս, հիշում ես, երբ ես մի քանի տարի առաջ թոքաբորբ ունեի։ Իհարկե, անհանգստացած էի։ Ինչո՞վ։ Սաթենիկն այդ ընթացքում ինձ խնամում էր, կարծես ընտանիքի անդամ լիներ։ Ոչ միայն կատարում էր աշխատանքային պարտականությունները, նա իսկապես հոգ էր տանում։ Դեղերը ճիշտ ժամանակին էր բերում, հատուկ ապուր էր պատրաստում, նույնիսկ մի քանի գիշեր քնել է հյուրասենյակի բազմոցին, ինձ վրա հսկելու համար, Ռուբենը շաքարը խառնեց սուրճի մեջ, խորասուզված հիշողություններում։ Այն ժամանակ մտածում էի, որ դա պարզապես պրոֆեսիոնալիզմ է, բայց հիմա հասկանում եմ, որ ավելին կար։ Նա իսկապես հոգ է տանում իմ մասին։ Սաթենիկը հատուկ մարդ է, Ռուբեն։ Միշտ էլ եղել է։ Մի բան կա, որ երբեք քեզ չեմ պատմել, Մարկոս։
5 տարի առաջ նրա որդին Միքայելը ախտորոշվեց լեյկեմիայով։ Լուրջ դեպք, որը պահանջում էր թանկարժեք բուժում, մշտական հոսպիտալացումներ, ներմուծված դեղամիջոցներ։ Սաթենիկը երբեք ինձնից օգնություն չխնդրեց, երբեք թեման չբարձրացրեց, բայց ես իմացա, երբ նա մի քանի օր անընդմեջ բացակայեց, մի հարանուհի զանգեց այստեղ նրան փնտրելու։ Ռուբենը մի կում սուրճ խմեց, վայելելով այն կատարյալ ջերմաստիճանը, որը միայն Սաթենիկը կարող էր ստանալ։ Ես վճարեցի Միքայելի ամբողջ բուժումը։ Ամբողջը։ Խորհրդատվություններ, հետազոտություններ, դեղամիջոցներ, հոսպիտալացումներ։ Խոսեցի բժիշկների հետ, կազմակերպեցի լավագույն մասնագետներին, երաշխավորեցի, որ նա ստանա այն, ինչի կարիքն ուներ։ Սաթենիկը երբեք չիմացավ, որ դա ես էի։ Ամեն ինչ կազմակերպեցի այնպես, որ թվա, թե նրա բժշկական ապահովագրությունը հաստատել է հատուկ բուժում։ Ռուբեն։ Մարկոսը նայում էր նրան հիացմունքով, զարմանքով։ Տղան լիովին ապաքինվեց։ Այսօր նա 15 տարեկան է, ավագ դպրոցի 2-րդ կուրսում է, ֆուտբոլ է խաղում դպրոցի թիմում։ Սաթենիկը մինչ օրս չգիտի, որ ես եմ ամեն ինչի համար վճարել։ Եվ գիտես, ինչն է ինձ ամենաշատը տպավորում։ Նա երբեք ինձնից ոչինչ չպահանջեց։ Երբեք չօգտագործեց որդու հիվանդությունը աշխատավարձի բարձրացում խնդրելու, լավություններ խնդրելու, որը տեսակի հուզական շանտաժ ստեղծելու համար։ Նա այդ դրաման դիմակայեց մենակ, լռության մեջ, մինչ շարունակում էր խնամել իմ տունը նույն նվիրումով, ինչ միշտ։ Մարկոսը մի քանի րոպե լուռ մնաց, մարսելով տեղեկությունը։ Ռուբենը հազվադեպ էր խոսում իր բարեգործությունների մասին, բայց երբ անում էր, միշտ անում էր այն մարդու պարզությամբ, ով ճանաչում չէր ակնկալում։ Ինչու ես դա հիմա ինձ պատմում։ Որովհետև դա օգնում է ինձ հասկանալ իսկական սիրո քողարկված շահի տարբերությունը։ Սաթենիկը տարիներ շարունակ ցուցաբերում է անկեղծ ջերմություն իմ նկատմամբ, երբեք փոխարենը ոչինչ չխնդրելով։ Իզաբելլան, որը պետք է ինձ իրեր աշխարհի բոլոր մարդկանցից ավելի հետաքրքրություն է ցուցաբերում միայն այն ժամանակ, երբ խոսքը փողի մասին է։ Ռուբենը վեր կացավ, քայլեց դեպի գրասենյակի պատուհանը, դիտելով քաղաքի լույսերը, որոնք թարթում էին հեռավոր աստղերի պես։ Երանը ներքում եռում էր իր միլիոնավոր բնակիչներով, յուրաքանչյուրն ապրում էր իր անձնական դրամաները, իր նվաճումներն ու հիասթափությունները։ Նա իրեն փոքր էր զգում քաղաքի անսահմանության առջ, բայց մինույն ժամանակ վճռական էր, բացահայտելու իր սեփական կյանքի ճշմարտությունը։ Ես ծրագիր ունեմ, Մարկոս։ Գիտեմ, որ կարող է չափազանց դրամատիկ թվալ, բայց պետք է բացարձակապես համոզվեմ Իզաբելլայի մտադրությունների հարցում։ Ինչ ծրագիր։ Ռուբենը շրջվեց դեպի ընկերը մի արտահայտությամբ, որը Մարկոսը տարիներ շարունակ չէր տեսել, այն ժամանակներից, երբ նրանք ռիսկային որոշումներ էին կայացնում ընկերության առաջին տարիներին։ Դա վճռականության խոցելիության խառնուրդ էր, որը ցույց էր տալիս, որ այդ պահին կարևոր բան էր որոշվում։ Ես առողջական խնդիր կձացնեմ։ Սրտի կաթված։ Կդիտեմ, թե ինչպես։ Նա կարձագանքի, երբ մտածի, որ ես կարող եմ մահանալ կամ անաշխատունակ դառնալ։ Եթե նա իսկապես ինձ սիրում է, կվազի ինձ օգնելու, հուսահատության մեջ կլինի, շտապօգնություն կկանչի։ Բայց եթե նա միայն փողով է հետաքրքրված։ Ռուբեն, դա շատ ռիսկային է։ Իսկ եթե նա բացահայտի, որ բեմադրություն է։ Չի բացահայտի, եթե ճիշտ անեմ։ Եվ ես կհենվեմ Սաթենիկի օգնության վրա։ Նա կձացնի, թե ինձ գտել է անգիտակից վիճակում, կդիտի Իզաբելլայի արձագանքը իմ հետ։ Համոզված եմ, որ Սաթենիկը կհամաձայնի օգնել, եթե իրավիճակը բացատրեմ։ Մարկոսը գլուխը թափ տվեց, անհանգստացած ընկերոջ ծրագրով, բայց հասկանալով Ռուբենի ճշմարտությունը բացահայտելու անհրաժեշտությունը։ Եվ երբ ես պատրաստվում դա անել։ Վաղը երեկոյան։ Կպատրաստեմ հատուկ ռոմանտիկ ընթրիք Իզաբելլայի համար, կսկսեմ որոշ ախտանիշներ ծածնել ուտեստի ընթացքում, հետո կուշաթափվեմ հյուրասենյակում։ Սաթենիկը խոհանոցում կլինի ճիշտ պահին կհայտնվի, նրա արձագանքը բռնելու համար։ Իսկ եթե Իզաբելլան իսկապես անհանգստանա։ Իսկ եթե քո կասկածը սխալ լինի։ Ռուբենը խորը շունչ քաշեց, ցույց տալով, որ դիտարկել է այդ հնարավորությունը։ Այդ դեպքում ես կյանքիս մնացած մասը ներողություն կխնդրեմ ամեն ինչ կանեմ, արժանի լինելու մի կնոջ, ով իսկապես ինձ սիրում է։ Բայց, Մարկոս, իմ սրտի խորքում ես կը։ Գիտեմ, որ իմ կասկածը ճիշտ է։ Բոլոր նշաններն առկա են։ Պարզապես վերջնական ապացույցի կարիք ունեմ, որոշում կայացնելու համար։
Երկու ընկերներս մեկ ժամ խոսեցին, քննարկելով ծրագրի մանրամասները, դիտարկելով հնարավոր խնդիրները, բայց հիմնականում փոխադարձ աջակցություն ցուցաբերելով։ Մարկոսը խոստացավ հասանելի լինել ցանկացած արտակարգ իրավիճակի համար առաջարկեց, որ Ռուբենը իրավիճակի գրանցում պատրաստի, եթե ապագայում իրավականորեն օգտագործելու կարիք լինի։ Երբ Մարկոսը գնաց, Ռուբենը Սաթենիկին գտավ խոհանոցում, որտեղ նա վերջացնում էր սուրճի սպասքը լվանալը։ Նա աշխատում էր իր սովորական լուռ արդյունավետությամբ, բայց նրա կեցվածքում կար մի բան, որը անհանգստություն էր հուշում։ Սաթենիկ, կարո՞ղ եմ մի փոքր խոսել ձեզ հետ։ Իհարկե, պարոն Ռուբեն։ Ինչ-որ բան է պատահել։ Դուք անհանգիստ տեսք ունեք։ Ռուբենը աթոռ քաշեց նստեց խոհանոցի սեղանին, մի բան, որ հազվադեպ էր անում։ Սաթենիկը ձեռքերը չորացրեց սրբիչով նստեց նրա կողքին, լսելու պատրաստ հարգալից ուշադրությամբ։ Ես ձեր օգնության կարիքն ունեմ մի նուրբ հարցում։ Իզաբելլայի մասին է։ Սաթենիկը զարմանք չցուցաբերեց, պարզապես թեթակի գլխով արեց, կարծես արդեն սպասում էր այս խոսակցությանը։ Ես գիտեմ, որ դուք շատ դիտունակ եք, լավ եք ճանաչում այս տունը, այստեղ շրջանառվող մարդկանց։ Ինչ եք կարծում Իզաբելլայի մասին։ Սաթենիկը խորը շունչ քաշեց, ակնհայտորեն զգուշորեն ընտրելով բառերը։ Նա բավականաչափ երկար էր աշխատել կարևոր մարդկանց տներում, իմանալու համար, որ որոշ խոսակցություններ դիվանագիտություն են պահանջում, բայց նա իմանալու, որ ազնվությունը, երբ պահանջվում է, հիմնարար է։ Պարոն Ռուբեն, եթե դուք ինձ դա հարցնում եք, նշանակում է արդեն ունեք ձեր սեփական կասկածները։ Ես չէի ցանկանա ձեզ տրամադրել որևէ մեկի դեմ, բայց նա չեմ կարող ստել, երբ ուղղակիորեն հարցնում եք։ Խնդրում եմ, Սաթենիկ, ազնիվ եղեք ինձ հետ։ Ես պետք է իմանամ։ Տիկին Իզաբելլան շատ խելացի, շատ գեղեցիկ կին է, դա չի կարելի ժխտել։ Բայց այն օրվանից, երբ նա սկսեց հաճախել այս տուն, ես նկատում եմ որոշ բաներ, որոնք ինձ անհարմար են զգացնում, Սաթենիկը դադար տվեց, մտքերը կարգավորելով։ Նա ինձ վատ չի վերաբերվել, միշտ քաղաքավարի է եղել, բայց մի սառնություն կա, որը նորմալ չէ այն մարդկանց մեջ, ովքեր պետք է նույն ընտանիքից լինեն։ Նա ինձ վերաբերվում է, կարծես ես տան կահույք լինեմ, օգտակար, բայց առանց կարողության որպես մարդ։ Ռուբենը ուշադիր լսում էր, յուրաքանչյուր բառի մեջ ճանաչելով այն բաների հաստատումը, որոնք ինքն էր նկատել, բայց փորձել էր անտեսել։ Ավելին կա, պարոն։ Նա խառնում է իրերը, երբ դուք այստեղ չեք։ Ձեր սեղանի թղթերը, փաստաթղթերը, որոնք մնում են խոհանոցի սեղանին, նույնիսկ նամակագրությունը։ Նա դա անում է, երբ մտածում է, որ ոչ ոք չի նայում, բայց ես միշտ մոտակայքում եմ, կարգի բերելով, մաքրելով։ Տեսել եմ, թե ինչպես է նա որոշ փաստաթղթեր լուսանկարում բջջայինով։ Փաստաթղթեր է լուսանկարում, Ռուբենը վրդովմունքի ալիք զգաց։ Այո, պարոն։ Բանկային քաղվածքներ, ձեր հաշվապահի նամակները, նույնիսկ ընկերության որոշ պայմանագրեր, որոնք դուք այստեղ էիք թողել վերանայելու համար։ Նա շատ արագ արեց, բայց ես տեսա։ Ռուբենը բռունցքները սեղմեց սեղանին։ Իրավիճակն ավելի վատ էր, քան պա։ Տկերացնում էր։ Իզաբելլան ոչ միայն հետաքրքրված էր իր փողերով, այլ ակտիվորեն տեղեկություններ էր հավաքում իր ֆինանսների մասին։ Սաթենիկ, ես ձեզ մի շատ տարօրինակ խնդրանք եմ անելու, կբացատրեմ ինչու։ Պետք է պարզեմ, արդյոք Իզաբելլան իսկապես ինձ սիրում է, թե հետաքրքրված է միայն իմ փողերով։ Դրա համար ես վաղը երեկոյան առողջական խնդիր կձացնեմ, ուզում եմ դիտել, թե ինչպես նա կարձագանքի։ Սաթենիկը նայեց նրան մայրական անհանգստությամբ, բայց չվիճարկեց որոշումը։ Այս բոլոր տարիների ընթացքում Ռուբենի համար աշխատելով նա սովորել էր վստահել նրա դատողությանը, նույնիսկ երբ նրա որոշումները ռիսկային էին թվում։ Ինչ է պետք, որ ես անեմ, պարոն։ Ռուբենը մանրամասն բացատրեց ծրագիրը։ Սաթենիկը լսեց ամեն ինչ առանց ընդհատումների, մի քանի գործնական հարց տվեց ժամանակի դիրքավորման մասին, բայց ցույց տվեց, որ լիովին պատրաստ է օգնել։ Պարոն Ռուբեն, դուք գիտեք, որ կարող եք ինձ վրա հույս դնել ցանկացած հարցում։ Եթե այդ աղջիկը փորձում է ձեզ խաբել, նա չգիտի, ում հետ գործ ունի։ Դուք չափազանց լավ մարդ եք, նման դավաճան։ Ության արժանի լինելու համար։ Երբ Ռուբենը գնաց պարկելու այդ գիշեր, Իզաբելլան դեռ չէր եկել։ Նա հայտնվեց կեսգիշերի կողմերը, պնդելով, որ դուրս էր եկել ընտրելու մի ընկերուհու հետ, ով անձնական խնդիրներ ուներ։ Ռուբենը ձացրեց, թե քնած է, բայց նկատեց, որ նա լոգարանում ավելի երկար մնաց, քան սովորաբար, որ մի քանի անգամ ստուգեց բջջայինը նախքան պարկելը։
Մինչ լսում էր, թե ինչպես է Իզաբելլայի շնչառությունը կանոնավոր դառնում իր կողքին, Ռուբենը մտովի պլանավորում էր հաջորդ օրվա յուրաքանչյուր մանրուք։ Եթե իր կասկածները հաստատվեին, դա կլիներ իր կյանքի ամենացավոտ գիշերներից մեկը։ Բայց եթե անհրաժեշտ էր անցնել այդ ցավի միջով, ճշմարտությունը բացահայտելու համար, նա պատրաստ էր։ Ռուբենն այդ ուրբաթ օրն արթնացավ անհանգստության վճռականության խառնուրդով, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Դա այն տեսակի նյարդայնությունն էր, որը նախորդում էր բիզնեսում կարևոր որոշումներին, բայց այս անգամ խոսքը պայմանագրերի կամ ներդրումների մասին չէր։ Խոսքը նրա անձնական կյանքի ապագայի, այն կասկածների հաստատման մասին էր, որոնք կար։ Ող էին լիովին փշրել Իզաբելլայի մասին ունեցած պատկերացումը, հետաբար նրա հավատը իսկական սեր գտնելու հնարավորության նկատմամբ։ Իզաբելլան վաղ էր դուրս եկել, պատճառաբանելով, որ հանդիպում ունի մի հնարավոր խորհրդատվական ընկերության հետ, որը կարող էր իրեն աշխատանքի ընդունել։ Ռուբենը ոչինչ չմեկնաբանեց, բայց հիմա գիտեր, որ 11 սուտ էր այն երկար ցուցակում, որը նա կառուցում էր ամիսներ շարունակ։ Ո՞ր էր նա իրականում գնում, երբ ասում էր, որ աշխատում է։ Ինչ այլ բաներ էր թաքցնում, բացի հուսահատ ֆինանսական վիճակից ամուսնալուծությունների գծով մասնագետ փաստաբանի հետ խորհրդակցություններից։ Նախաճաշի ժամանակ Ռուբենը կարճ զրուցեց Սաթենիկի հետ ծրագրի վերջին մանրամասների մասին։ Նա սովորականից շուտ էր եկել, ցուցաբերելով նույն նվիրումը, որը միշտ ունեցել էր, երբ նա լրացուցիչ աջակցության կարիք ուներ։ Սաթենիկը Ռուբենին բավականաչափ երկար էր ճանաչում, հասկանալու համար, որ թվացյալ հանգստության հետում նա վճռորոշ պահի էր բախվում։ Պարոն Ռուբեն, համոզվա՞ծ եք, որ ուզում եք դա անել։ Դեռ ժամանակ կա մտափոխվե։ Լու նրա հետ անկեղծ զրույց փորձելու։ Ռուբենը վերջացրեց սուրճը խմելը, նայեց խոհանոցի պատուհանից, տեսնելով Երանի առավոտյան անդադար շարժը։ Դա մի քաղաք էր, որը դադար չէր տալիս, որտեղ մարդիկ ամեն օր պայքարում էին գոյատելու, բարգավաճելու, երազանքներն իրականացնելու համար։ Նա եղել էր այդ պայքարողներից մեկը, հիմա մտածում էր, թե արդյոք Իզաբելլան պարզապես մեկ մարդ էր, ով պատրաստ էր ամեն ինչի, սոցիալական վերելքի համար։ Սաթենիկ, եթե ես անկեղծ զրույց փորձեմ, նա ամեն ինչ կժխտի։ Նրա նման մարդիկ մանիպուլյացիայի, իրականության համոզիչ տարբերակներ ստեղծելու վարպետներ են։ Ինձ անհերքելի ապացույց է պետք է տեսնեմ, թե ինչպես է նա բացահայտում իր իրական էությունը, երբ մտածի, որ այլս կորցնելու բան չունի։ Այդ դեպքում կանենք այնպես, ինչպես պլանավորել եք, պարոն։ Ժամը քանիսին ասաց, որ կվերադառնա։ Ժամը 6-ի կողմերը։ Ես կծածնեմ, թե օրվա ընթացքում լավ եմ, նույնիսկ հատուկ ընթրիք կպատրաստեմ նրա համար, կարծես ինչ-որ բան եմ ուզում նշել։ Ընթրիքի ժամանակ կսկսեմ ինքնազգացողության վատացում ծածնել։ Հետո, երբ հյուրասենյակում լինենք, կուշաթափվեմ։ Այդ ժամանակ դուք կհայտնվեք, կծածնեք, թե ինձ այդպես եք գտել, կդիտեք նրա արձագանքը։ Սաթենիկը գլխով արեց այն մարդու լրջությամբ, ով մասնակցում է ռազմական գործողության։ Նրա համար Ռուբենին պաշտպանելը այն մարդկանցից, ովքեր կարող էին նրան վնասել, գրեթե մայրական բնազդ էր, որը զարգացել էր տարիների ընթացքում, դիտելով, թե որքան առատաձեռն էր նա սեփական բարօրության համար։ Ռուբենն օրն անցկացրեց գրասենյակում, բայց դժվարությամբ էր կենտրոնանում։ Խնդրեց իր քարտուղարուհուն հետաձգել որոշ հանդիպումներ, հասկացրեց, որ չի ուզում, որ իրեն անհանգստացնեն, եթե արտակարգ դեպք չլինի։ Մնաց իր սենյակում, մտովի վերանայելով ծրագրի յուրաքանչյուր մանրուք, դիտարկելով Իզաբելլայի հնարավոր արձագանքները, հոգեբանորեն պատրաստվելով այն բանին, ինչ կարող էր բացահայտել։ Ժամը 4-ի կողմերը որոշեց ավելի շուտ տուն գնալ։ Ուզում էր ժամանակ ունենալ տեսարանը կազմակերպելու, գուցե նույնիսկ անձամբ մի ուտեստ պատրաստել, որը Իզաբելլան կգնահատեր։ Դաժան հեգնանք։ Ռոմանտիկ ընթրիք պատրաստել, պարզելու համար, թե արդյոք այն կինը, ում սիրում էր, հետաքրքրված էր միայն իրեն ֆինանսապես կործանելով։ Երբ տուն հասավ, Սաթենիկն արդեն ամեն ինչ կազմակերպում էր։ Նա թարմ մթերքներ էր գնել ծովախեցգետնով ռիզոտոյի համար, մի ուտեստ, որը Իզաբելլան միշտ գովում էր, երբ դրսում էին ուտում։ Նա պատրաստել էր ճաշասենյակի սեղանը նուրբ սպասքով, ծաղիկներով, մոմերով, ստեղծելով մտերմիկ հատուկ մթնոլորտ։ Ցանկացած մարդ, ով մտներ այդ տուն, կմտածեր, որ Ռուբենը անմոռանալի ռոմանտիկ երեկո է պլանավորում։ Դուք արվեստագետ եք, Սաթենիկ։ Ամեն ինչ կատարյալ է։ Հուսով եմ, որ այս գիշերվանից հետո դուք հոգու խաղաղություն կգտնեք, ինչպիսին էլ լինի արդյունքը։ Ռուբենը վերջացնում էր ռիզոտոն պատրաստելը, երբ լսեց Իզաբելլայի բանալու ձայնը կողպեքի մեջ։
Նա մտավ հեռախոսով խոսելով, ինչպես վերջերս միշտ անում էր, բայց արագ անջատեց, երբ տեսավ պատրաստված սեղանը։ Ինչ գեղեցիկ անակնկալ է, սիրելիս։ Ինչ ենք նշում, Իզաբելլան մոտեցավ համբուրեց նրա այտը, բայց Ռուբենը նկատեց, որ դա մեխանիկական, գրեթե արար։ Ողակարգային համբույր էր։ Ոչ մի կոնկրետ բան։ Պարզապես ուզում էի քեզ համար հատուկ բան անել։ Ինչպես անցավ քո հանդիպումը։ Ահ, հրաշալի էր։ Կարծում եմ, կստանամ այդ աշխատանքը։ Փոքր, բայց լավ կառուցվածքով խորհրդատվական ընկերություն է, նրանք կարծես հետաքրքրված են իմ պրոֆիլով, Իզաբելլան խոսում էր տպավորիչ բնականությամբ, բայց Ռուբենն այժմ գիտեր, որ յուրաքանչյուր բառը հորինված էր։ Ընթրիքի ժամանակ Ռուբենը Իզաբելլային դիտում էր այլ աչքերով։ Նա գեղեցիկ էր, ինչպես միշտ, հագել էր մուգ կապույտ զգեստ, որը նա գնել էր նրա համար Փարիզ կատարած ուղղորության ժամանակ։ Նա աշխուժորեն խոսում էր տարբեր թեմաներից, հարցեր էր տալիս իր օրվա մասին, ժպտում էր ճիշտ պահին։ Ցանկացած դրսի դիտորդ կասեր, որ նրանք սիրահարված զույգ են, որը վայելում է ռոմանտիկ երեկո։ Բայց Ռուբենն այժմ կարողանում էր տեսնել ներկայացումը թվացյալ ինքնաբուխության հետում։ Իզաբելլա, կարող եմ քեզ մի անձնական հարց տալ։ Իհարկե, սիրելիս։ Ցանկացած բան։ Դու երջանիկ ես ինձ հետ։ Իսկապես։ Իզաբելլան դադարեց ուտելուց նայեց նրան մի առ ահայտությամբ, որը կարծես իսկապես զարմացած էր հարցից։ Ինչ տարօրինակ հարց է, Ռուբեն։ Իհարկե երջանիկ եմ։ Ինչու ես դա հարցնում։ Երբեմն տպավորություն ունեմ, որ դու հեռու ես, կարծես ինչ-որ բան քեզ անհանգստացնում է։ Ուզում եմ, որ իմանաս, որ կարող ես ինձ հետ խոսել ցանկացած բանի մասին։ Ահ, սիրելիս, կարծում եմ դու երակայում ես։ Պարզապես մի փոքր անհանգիստ եմ աշխատանքի պատճառով, ուրիշ ոչինչ, նա ձեռքը մեկնեց սեղանի վրայով դիպավ նրա ձեռքին։ Դու իմ կյանքի տղամարդն ես, Ռուբեն։ Ոչ մի անհանգստություն չունեմ, բացի այն, որ ուզում եմ, որ մենք միասին երջանիկ լինենք։ Ռուբենը սեղմեց նրա ձեռքը, զգալով խորը տխրություն։ Նույնիսկ այդ պահին, կատարյալ հնարավորություն ունենալով ազնիվ լինել իր ֆինանսական դժվարությունների, գործազուրկ լինելու, ցանկացած բանի մասին, որը նրան անհանգստացնում էր, Իզաբելլան ընտրեց շարունակել խաբեությունը։ Որքան լավ է դա լսելը։ Որովհետև ես քեզ շատ եմ սիրում, Իզաբելլա։ Ավելի շատ, քան պատկերացնում էի, որ հնարավոր է նորից սիրել որևէ մեկին։ Ես էլ եմ քեզ սիրում, Ռուբեն։ Շատ։ Նրանք ավարտեցին ընթրիքը, ուղղվեցին դեպի հյուրասենյակ։ Ռուբենը գինի լցրեց, մեղմ երաժշտություն միացրեց, պահպանելով ռոմանտիկ մթնոլորտը։ Կարող էր, որ ամեն ինչ նորմալ թվա մինչ կրիտիկական պահը։ Սաթենիկը զգուշորեն հեռացել էր խոհանոց աղանդերը մատուցելուց հետո, այժմ սպասում էր պայմանավորված ազդանշանին։ Ռուբենն ու Իզաբելլան նստեցին բազմոցին, նա փարվեց նրան, գլուխը դնելով նրա ուսին։ Մի պահ Ռուբենը քիչ մնաց տատանվեր։ Իսկ եթե սխալվում էր։ Իսկ եթե բոլոր կասկածները պարզապես հարուստ նախկին հարաբերություններից տրավմայի ենթարկված մարդու պարանոյա էին։ Իսկ եթե Իզաբելլան իսկապես սիրում էր նրան, չնայած հակառակ ապացույցներին։ Բայց հետո նա հիշեց փաստաթղթերի լուսանկարները, աշխատանքի մասին ստերը, միլիոնատերերի ամուսնալուծությունների գծով մասնագետ փաստաբանի հետ խորհրդակցությունը։ Ոչ, նա պարանոիկ չէր։ Նա ռացիոնալ էր։ Իզաբելլա, կարող եմ քեզ մի բան պատմել, որն ինձ անհանգստացնում է։ Իհարկե, սիրելիս։ Ես ընտանեկան պատմություն ունեմ սրտի խնդիրների հետ կապված։ Հայրս մահացել է սրտի կաթվածից։ 58 տարեկանում, պապս՝ 61։ Երբեմն անհանգստանում եմ, որովհետև կրծքավանդակում ծակոցներ եմ զգում, երբ շատ եմ սթրեսի ենթարկվում։ Իզաբելլան մի փոքր հեռացավ, նրան նայելու, Ռուբենը ուշադիր դիտեց նրա արձագանքը։ Այն անկեղծ անհանգստության փոխարեն, որը կսպասեր իրեն սիրող կնոջից, նա տեսավ հետաքրքրության մի փայլ, որը նա արագ փորձեց քողարկել։ Դու կանոնավոր ստուգումներ անցնում ես։ Գուցե լավ կլինի ամբողջական սրտաբանական հետազոտություն անցնել։ Այո, բժշկական հսկողության տակ եմ։ Բայց մինույն է, անհանգստանում եմ։ Հատկապես հիմա, երբ ունեմ քեզ, երբ պատճառներ ունեմ երկար ապրելու։ Դու չպետք է այդպիսի բաներ մտածես, Ռուբեն։ Դու առողջ ես, սպորտով ես զբաղվում, քեզ լավ ես խնամում։ Ռուբենը նկատեց, որ նա ոչ մի իրական հուզմունք չցուցաբերեց, լսելով իր ընտանեկան պատմության մասին։
Չցնցվեց, չառաջարկեց իրեն ուղեկցել բժշկի, չարտահայտեց իրեն կորցնելու վախ։ Արձագանքեց գործնական հեռու ձով, կարծես նա խոսում էր անծանոթի խնդրի մասին։ Դու գիտես, որ ես բավականին զգալի կյանքի ապահովագրություն ունեմ։ Այնպես չէ՞։ Ոչ, երբեք դրա մասին չեմ մտածել։ Ինչու ես այսօր այդպիսի բաների մասին խոսում, Ռուբեն։ Ինձ նյարդայնացնում ես։ Սուլդ։ Ռուբենը գիտեր, որ նա նյարդային չէր իրեն կորցնելու վախից։ Նա նյարդային էր, որովհետև նա նշում էր մահ կյանքի ապահովագրություն թեմաներ, որոնք անշուշտ արդեն քննարկվել էին դոկտոր Ավետիք Մուրադյանի հետ։ Ներիր, սիրելիս։ Պարզապես երբեմն այս պարանոյան է ինձ տանջում, Ռուբենը ձեռքը տարավ կրծքին թեթակի դեմքը կնճռոտեց։ Ահ, ինչ տարօրինակ ծակոց։ Լավ ես։ Այո, այո։ Երի պարզապես հոգնածությունը, նա սպասեց մի քանի րոպե, շարունակելով նորմալ խոսել, հետո նորից ձեռքը տարավ կրծքին, այս անգամ ավելի անհանգիստ արտահայտությամբ։ Իզաբելլա, այստեղ տարօրինակ ցավ եմ զգում։ Ինչ տեսակի ցավ։ Կարծես ճնշում լինի, գիտես։ Եվ բարձրանում է դեպի ձախտս, Ռուբենը վեր կացավ, ծածնելով, թե փորձում է ավելի լավ շնչել։ Կարծում եմ, ավելի լավ է նստեմ։ Իզաբելլան դիտում էր նրան, բայց Ռուբենը նկատեց, որ նրա աչքերում խուճապ չկար, միայն հաշվարկված ուշադրություն։ Նա չկան։ Գնեց նրան օգնելու, չառաջարկեց բժիշկ կանչել, հուսահատություն չցուցաբերեց։ Ավելի շատ հետաքրքրված էր ախտանիշները դիտելով, քան նրան փրկելով։ Ուզում ես ինչ-որ մեկին կանչեմ։ Ոչ, կարծում եմ կանցնի, Ռուբենը նորից նստեց, բայց շարունակում էր պարբերաբար ձեռքը տանել կրծքին։ Ինչ տարօրինակ է, երբեք այսպիսի բան չեմ զգացել։ Նրանք մի քանի րոպե խոսեցին, բայց Ռուբենը նկատեց, որ Իզաբելլան լարված է, կարծես ինչ-որ բանի էր սպասում։ Նա հաճախակի նայում էր ժամացույցին, կարծես ավելի քիչ էր հետաքրքրված նրան մխիթարելով, քան նրա ընդհանուր վիճակը դիտելով։ Վերջապես, Ռուբենը որոշեց, որ ժամանակն է ծրագրի վերջին մասի։ Իզաբելլա, ես ինձ շատ վատ եմ զգում։ Ցավն ուժեղանում է, շնչահեղձ եմ լինում։ Նա տատանվելով վեր կացավ, երկու ձեռքերը տանելով կրծքին, ծածնելով, թե դժվարությամբ է շնչում։ Իզաբելլան նույնպես վեր կացավ, բայց հեռավորություն պահեց, կարծես ֆիլմի տեսարան էր դիտում։ Ռուբեն, դու շատ գունատ ես։ Ես կարծում եմ։ Ռուբենը հենվեց սուրճի սեղանին, ուշ տալով, որպեսզի թվա, թե պայքարում է գիտակցությունը պահպանելու համար։ Կանչի շտապօգնություն։ Եվ հետո նա թույլ տվեց իրեն ընկնել գետնին, փակելով աչքերը մնալով լիովին անշարժ։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ռուբենը սպասում էր լսել Իզաբելլային իր ուղղությամբ վազելիս, իր անունը գոռալիս, փորձելիս ստուգել, թե արդյոք նա շնչում է, հեռախոսը վերցնելիս օգնություն կանչելու համար։ Փոխարենը, նա լսեց քայլեր, որոնք հեռանում էին իրենից։ Կիսաբաց աչքերի արանքից Ռուբենը տեսավ Իզաբելլային կանգնած սենյակի մյուս կողմում, վերցնելով բջջայինը։ Բայց 103 համարը շտապօգնության համար հավաքելու փոխարեն, նա հավաքեց մի համար, որն ակնհայտորեն արդեն պահպանված էր իր հեռախոսագրքում։ Դոկտոր Ավետիք, ես եմ Իզաբելլա Կարապետյանը։ Պետք է հիմա ինձ պատասխանեք։ Հրատապ է, նա զանգը կատարում էր շշուկով, կարծես չէր ուզում, որ Ռուբենը լսի, նույնիսկ մտածելով, որ նա անգիտակից է։ Նա այստեղ, տանը, վատացավ։ Կարծում եմ, սրտի կաթված է ունեցել։ Ոչ, դեռ ոչ ոքի չեմ կանչել։ Պետք է իմանամ, որոնք են իմ իրավունքները, եթե նրա հետ ինչ-որ բան պատահի։ Ռուբենը զգում էր, որ ստամոքսը զզվանքից շրջվում է։ Այնտեղ էր այն կինը, որն ասում էր, թե սիրում է իրեն, որը խոստացել էր ամուսնանալ իր հետ, որը ամեն գիշեր նրա հետ անկողին էր կիսում, ավելի շատ անհանգստացած իր հնարավոր մահվան իրավական կողմերով, քան նրան փրկելով։ Իզաբելլան չէր դիպել նրան, չէր ստուգել, թե արդյոք նա շնչում է, չէր փորձել առաջին օգնություն ցույց տալ։ Նրա առաջին արձագանքը փաստաբանին զանգելն էր, ժառանգության ամուսնական իրավունքների մասին իմանալու համար։ Ինչպես թե առանց կտակի ամեն ինչ մնում է ընտանիքին։ Բայց մենք նշանված ենք, դա ինձ ոչ մի իրավունք չի տալիս։ Իզաբելլան քայլում էր սենյակի մի կողմից մյուսը, ակնհայտորեն հիասթափված ստացած տեղեկություններից։ Իսկ եթե նա բուսական վիճակում մնա, ով է որոշում բուժումների մասին։ Ով ունի մուտք դեպի բանկային հաշիվներ։
Այդ պահին Սաթենիկը մտավ սենյակ, ծածնելով, թե պարզապես եկել է ստուգելու, արդյոք նրանք ինչ-որ բանի կարիք ունեն։ Երբ տեսավ Ռուբենին գետնին, հուսահատ ճիչ արձակեց, որը բացարձակապես անկեղծ հնչեց. «Աստված իմ, պարոն Ռուբեն»։ Ինչ է պատահել, Սաթենիկը վազեց նրա մոտ, ծնկի իջավ նրա կողքին, ստուգելով զար կերակը, փորձելով լսել շնչառությունը, ձեռքը տանելով նրա ճակատին։ «Տիկին Իզաբելլա, ինչու շտապօգնություն չեք կանչել»։ «Պարոն Ռուբեն, խնդրում եմ, մի մահացեք։ Չեք կարող ինձ թողնել»։ Սաթենիկի արցունքները իրական էին։ Նույնիսկ իմանալով, որ ամեն ինչ բեմադրություն է, նա իրեն թույլ տվեց զգալ այն անկեղծ վախը, որը կզգար, կորցնելով մեկին, ում ընտանիք էր համարում։ Ռուբենը քիչ մնաց հուզվեր, լսելով նրա ձայնի հուսահատությունը։ «Սաթենիկ, հանգստացիր։ Ես զանգում էի»։ Իզաբելլան փորձեց արագ անջատել հեռախոսը, բայց Սաթենիկը լսել էր խոսակցության մի մասը։ «Ո՞ւմ էիք զանգում, տիկին։ Եվ ինչու այստեղ նրա կողքին չէիք»։ Փորձելով օգնել, Սաթենիկը սկսեց սեղմել Ռուբենի կուրծքը, սրտի ներսում ձացնելով. «Պարոն Ռուբեն, ինձ հետ մնացեք։ Ես հիմա շտապօգնություն կկանչեմ»։ «Սաթենիկ, սպասիր։ Գուցե ավելի լավ է նախ նրա անձնական բժշկին կանչել»։ «Ինչպես թե սպասել։ Նա կարող է մահանալ»։ Սաթենիկը դադարեցրեց մերսումը, նայեց Իզաբելլային մի կատաղությամբ, որը Ռուբենը երբեք նրա մոտ չէր տեսել։ «Ինչ տեսակի մարդ եք դուք։ Ձեր նշանածը այստեղ գետնին է, գուցե հրատապ օգնության կարիք ունի, իսկ դուք ուզում եք սպասել։ Դու չես հասկանում, Սաթենիկ։ Այս բաները բարդ են։ Եթե շտապօգնություն կանչենք, հարցեր կտան, կուզենան նրան տանել հանրային հիվանդանոց։ Եվ ի՞նչն է խնդիրը։ Խնդիրը նրա կյանքը փրկելն է, թե՞ ձեր իմիջը պաշտպանելը»։ Սաթենիկն այժմ կանգնած էր, դիմակայելով Իզաբելլային մի քաջությամբ, որը բխում էր իսկական սիրուց վրդովմունքից։ «Այն օրվանից, երբ դուք սկսեցիք հաճախել այս տուն, ես նկատում եմ, որ երբեք իրական ջերմություն չեք ցուցաբերում նրա նկատմամբ։ Վերաբերվում եք նրան, կարծես նա թանկարժեք իր լինի, ոչ թե մարդ։ Ինչպես ես համարձակվում ինձ հետ այդպես խոսել։ Դու ընդամենը սպասուհի ես։ Ես կարող եմ ընդամենը սպասուհի լինել, բայց ես այս մարդուն սիրում եմ, կարծես նա իմ ընտանիքից լինի։ Իսկ դուք, որը պետք է նրան սիրեր աշխարհի բոլոր մարդկանցից ավելի, նույնիսկ չդիպաք նրան, երբ տեսաք գետնին ընկած։ Ռուբենը շարունակում էր անշարժ մնալ, բայց ներսում զգում էր ցավի երախտագիտության խառնուրդ։ Ցավ, տեսնելով իր վատթարագույն կասկածների հաստատումը Իզաբելլայի մասին, երախտագիտություն, հասկանալով, որ Սաթենիկն իսկապես հոգ էր տանում նրա մասին անկեղծ անշահախնդիր կերպով։ «Սաթենիկ, դու գրգռված ես։ Չգիտես, ինչ ես խոսում»։ «Ես հստակ գիտեմ, ինչ եմ խոսում։ Ես տեսել եմ, թե ինչպես եք դուք խառնում նրա թղթերը, լուսանկարում փաստաթղթեր, երբ մտածում էիք, որ ոչ ոք չի տեսնում։ Ես լսել եմ, թե ինչպես եք դուք տարօրինակ զանգեր անում, խոսում փողի, կարողության մասին։ Դուք կարծում եք, որ ես կույր ու խոլ եմ»։ Իզաբելլան գունատվեց։ Նա չէր պատկերացնում, որ Սաթենիկը նկատել էր իր հետախուզական գործունեությունը։ Դա անհեթեթություն է։ Ես երբեք այդպիսի բան չէի անի։ Ուզում եք, որ ես նրան պատմեմ, երբ արթնանա։ Ուզում եք, որ խոսեմ այն փաստաթղթերի թղթապանակի մասին, որը տեսա դուք ուսումնասիրում էիք երեկ, երբ նա շուկա էր գնացել։ Այն, որը տեղեկություններ ուներ ընկերության, հաշիվների, ներդրումների մասին։ Սաթենիկ, դու բաներ ես հորինում։ Հորինում եմ։ Ապա ինչու փոխանակ այստեղ հուսահատ փորձելով վերակենդանացնել այն մարդուն, ում ասում եք, թե սիրում եք, առաջին բանը, որ արեցիք, փաստաբանին զանգելն էր, ժառանգության իրավունքների մասին հարցնելու համար։ Հաջորդած լռությունը լարված էր։ Իզաբելլան հասկացավ, որ լիովին բացահայտվել է մեկի կողմից, ում աննշան էր համա։ Ռում։ Սաթենիկը, իր լուռ դիտարկմամբ անկեղծ նվիրումով, շաբաթների ընթացքում բացահայտել էր այն, ինչը Ռուբենը ամիսներ էր պահանջել կասկածելու համար։ Ես կարող եմ բացատրել։ Ինչ բացատրել։ Որ դուք միայն նրա փողերով եք հետաքրքրված։ Որ երբեք իսկական սեր չեք ցուցաբերել։ Որ այս լավ առատաձեռն մարդուն տեսնում եք միայն որպես քայլող բանկային հաշիվ։ Ռուբենը զգաց, որ ժամանակն է ավարտել բեմադրությունը։ Նա լսել էր ավելին, քան բավարար էր իր կասկածները հաստատելու համար, հուզականորեն ուժասպառ էր։
Բացի այդ չէր ուզում, որ Սաթենիկն ավելի շատ տառապի, ծածնելով հուսահատություն իր մահվան համար։ Դանդաղ նա բացեց աչքերը, նստեց, ծածնելով, թե աստիճանաբար գիտակցության է գալիս։ Սաթենիկն անմիջապես նորից ծնկի իջավ նրա կողքին, այս անգամ թեթացման արցունքներով։ Պարոն Ռուբեն։ Փառք Աստծո։ Ինչպե՞ս եք ձեզ զգում։ Սաթենիկ։ Ինչ պատահեց։ Հիշում եմ կրծքավանդակի ցավը, հետո։ Ոչինչ։ Ռուբենը նայեց Իզաբելլայի ուղղությամբ, որը կանգնած էր սենյակի մյուս կողմում, գունատ տեսանելիորեն նյարդային։ Նա չվազեց նրան գրկելու, թեթացում չցուցաբերեց, տեսնելով նրան գիտակցության եկած։ Ավելի շատ անհանգստացած էր այն բանի հետանքներով, ինչը հենց նոր բացահայտվել էր։ Իզաբելլա։ Լավ ես։ Վախեցած տեսք ունես։ Ես շատ անհանգստացա, երբ ուշաթափվեցիր։ Չգիտեի, ինչ անել։ Սաթենիկը կրակոտ հայացք նետեց Իզաբելլային, բայց զսպեց իրեն Ռուբենի առջ նորից չպայթելու համար։ Նա նկատեց երկու կանանց միջ լարվածությունը, որոշեց, որ ժամանակն է իրավիճակը հասցնել վերջնական հանգուցալուծման։ Սաթենիկ, կարող եք մեզ մի քանի րոպեով մենակ թողնել։ Կարծում եմ, պետք է խոսեմ Իզաբելլայի հետ։ Համոզված եք, պարոն Ռուբեն։ Չպետք է հիվանդանոց գնաք հետազոտվելու։ Հիմա ավելի լավ եմ ինձ զգում։ Գուցե պարզապես վատառողջություն էր։ Մի փոքր ուշ կորոշենք հիվանդանոցի մասին։ Սաթենիկը դժկամությամբ հեռացավ, բայց սենյակից դուրս գալուց առաջ ուշադիր նայեց Իզաբելլային մի արտահայտությամբ, որը հստակ ասում էր, որ նա այլևս չի խաբվի։ Երբ Սաթենիկը դուրս եկավ սենյակից, Ռուբենը մի քանի վայրկյան լուռ դիտում էր Իզաբելլային։ Նա ակնհայտորեն անհարմար էր զգում, ձեռքերն էր տրորում, խուսափում էր ուղիղ տեսողական շփումից, ինչպես երեխա, որին բռնել են սխալ բան անելիս։ Այն էլեգանտ վստահ կինը, որին ճանաչել էր Գյումրիում, տեղի էր տվել տեսանելիորեն նյար։ Դային պաշտպանողական դիրքում գտնվող մեկին։ Ռուբենը դանդաղ բարձրացավ գետնից, հենվելով սուրճի սեղանին, քայլեց դեպի սենյակի բարը։ Իր համար մի բաժակ ջուր լցրեց, հանգիստ խմեց, միայն հետո շրջվեց դեպի նա։ Նրա աչքերում մի սառնություն կար, որը Իզաբելլան երբեք չէր տեսել, մի վճռականություն, որը ցույց էր տալիս, որ նրանց մեջ ինչ-որ հիմնարար բան էր փոխվել։ Իզաբելլա, պետք է քեզ մի քանի հարց տամ, կցանկանայի, որ լիովին ազնիվ լինես ինձ հետ։ Իհարկե, Ռուբեն։ Դու ինձ շատ վախեցրիր քիչ առաջ։ Կարծում եմ, մենք իսկապես պետք է հիվանդանոց գնանք որոշ կանխարգելիչ հետազոտություններ անցնելու։ Մենք ոչ մի տեղ չենք գնա, մինչ այստեղ որոշ բաներ չլուծենք։ Ռուբենի ձայնը հանգիստ էր, բայց դրա մեջ մի իշխանություն կար, որը Իզաբելլային ստիպեց թեթակի կծկվել բազմոցին։ Առաջին հարց. Ո՞մ հետ էիր խոսում հեռախոսով, երբ ես ուշաթափվեցի։ Իզաբելլան մի քանի վայրկյան տատանվեց։ Ռուբենը կարող էր տեսնել, թե ինչպես է նրա միտքն արագ աշխատում, փորձելով ստեղծել մի տարբերակ, որը կլիներ հավանական, առանց մեղադրական լինելու։ Ես զանգեցի մի ընկերուհուս, որը բժիշկ է, խորհուրդ հարցնելու, թե ինչ անել։ Ո՞ր բժիշկ ընկերուհուն։ Պատրիսիային։ Դու նրան չես ճանաչում։ Ինչ Պատրիսիա։ Ո՞րն է նրա ազգանունը։ Որտեղ է նա աշխատում։ Ռուբեն, ինչու ես ինձ այսպես հարցաքննում։ Դու պետք է անհանգստանաս քո առողջությամբ, ոչ թե ինձ հարցաքննես։ Պատասխանիր հարցին, Իզաբելլա։ Ինչ Պատրիսիա։ Պատրիսիա Սիլվա։ Նա աշխատում է հանրապետական հիվանդանոցում։ Ռուբենը դանդաղ գլխով արեց, կարծես մարսում էր տեղեկությունը։ Հետո քայլեց դեպի սենյակի անկյունում գտնվող իր սեղանը, բացեց դարակը, հանեց մի փոքր թվային ձայնագրիչ, որը միշտ օգտագործում էր կարևոր հանդիպումների համար։ Հետաքրքիր է, որովհետև ես ձայնագրել եմ քո զանգը։ Իզաբելլայի դեմքից արյունը գնաց։ Նա բերանը բացեց, բայց մի քանի վայրկյան ձայն չկարողացավ հանել։ Ռուբենը սեղմեց ձայնագրիչի նվագարկման կոճակը, նրա ձայնը հստակ արձագանքեց սենյակում։ Դոկտոր Ավետիք, ես եմ Իզաբելլա Կարապետյանը։ Պետք է հիմա ինձ պատասխանեք։ Հրատապ է։ Նա այստեղ, տանը, վատացավ։ Կարծում եմ, սրտի կաթված է ունեցել։ Ոչ, դեռ ոչ ոքի չեմ կանչել։ Պետք է իմանամ, որոնք են իմ իրավունքները, եթե նրա հետ ինչ-որ բան պատահի։
Ռուբենը դադարեցրեց ձայնագրությունը, նայեց Իզաբելլային, որը տեսանելիորեն խուճապի մեջ էր։ Ուզում ես ավելին լսել։ Կա այն մասը, որտեղ դու հարցնում ես կտակի, ամուսնական իրավունքների, այն մասին, թե ինչ կլինի, եթե ես բուսական վիճակում մնամ։ Շատ հետաքրքիր է Պատրիսիա Սիլվա անունով բժշկի հետ խոսակցության համար, չես կարծում։ Ռուբեն, ես կարող եմ բացատրել։ Իսկապես կարող ես։ Ապա բացատրիր, թե ինչու քո առաջին արձագանքը, երբ մտածեցիր, որ ես մահանում եմ, Ավետիք Մուրադյանին, միլիոնատերերի ամուսնալուծությունների գծով մասնագետ փաստաբանին զանգելն էր, ժառանգության մասին հարցնելու համար։ Բացատրիր, թե ինչու չփորձեցիր ինձ օգնել, չստուգեցիր, արդյոք ես շնչում եմ, շտապօգնություն չկանչեցիր։ Իզաբելլան վեր կացավ բազմոցից, սկսեց քայլել սենյակում, ակնհայտորեն փորձելով ժամանակ շահել պաշտպանություն կազմակերպելու համար։ Բայց Ռուբենը դեռ չէր ավարտել։ Ի դեպ, քանի որ ազնիվ ենք, բացատրիր նա, թե ինչու ստեցիր աշխատանք ունենալու մասին։ Իմ ընկեր Մարկոսը մի փոքր հետաքննություն արեց, պարզեց, որ քեզ 6 ամիս առաջ ազատել են աշխատանքից։ Որ ես գնում ամեն օր, երբ ասում ես, որ աշխատում ես։ Ո՞վ է իրեն կարծում Մարկոսը, որ իմ կյանքը հետաքննի։ Նա իմ լավագույն ընկերն է, անհանգստացած էր ինձ համար։ Եվ ինչպես երում է, պատճառներ ուներ, Ռուբենը մոտեցավ նրան, բայց անվտանգ հեռավորություն պահեց։ Պատասխանիր հարցին։ Որ ես գնում, երբ ասում ես, որ աշխատում ես։ Ես փորձում էի նոր աշխատանք գտնել։ Չէի ուզում քեզ անհանգստացնել իմ ֆինանսական խնդիրներով։ Ահ, ինչ հոգատարություն։ Բայց զվարճալի է, որովհետև դու նույն հոգատարությունը չես ցուցաբերում իմ ֆինանսական խնդիրների նկատմամբ։ Իրականում, դրանք կարծես քեզ շատ են հետաքրքրում։ Ռուբենը վերադարձավ սեղանի դարակին, հանեց մի թղթապանակ։ Բացեց այն սուրճի սեղանի վրա, սկսեց թղթեր ցույց տալ Իզաբելլային։ Սաթենիկը շատ դիտունակ է, գիտես։ Նա նկատել է, որ դու խառնում ես իմ փաստաթղթերը, երբ մտածում ես, որ ոչ ոք չի տեսնում։ Նա նույնիսկ տեսել է, թե ինչպես ես դու որոշ թղթեր լուսանկարում։ Ուզում ես բացատրել, թե ինչու էիր լուսանկարում բանկային քաղվածքներ ընկերության պայմանագրեր։ Իզաբելլան շրջափակված էր, գիտեր դա։ Նրա ստերը կուտակվել էին անկայուն ձով, այժմ նա պետք է որոշում կայացներ։ Շարունակել փորձել խաբել նրան, թե ընդունել ճշմարտությունը։ Ռուբեն, դու չես հասկանում։ Իրավիճակն այնպիսին չէ, ինչպիսին թվում է։ Ապա օգնիր ինձ հասկանալ։ Բացատրիր, թե ինչպես մի կին, որն ասում է, թե սիրում է ինձ աշխարհի ամեն ինչից ավելի, կարող է ավելի շատ հետաքրքրված լինել իմ փաստաթղթերը լուսանկարելով, քան իմանալով, թե ինչպես է անցել իմ օրը։ Բացատրիր, թե ինչպես դու երբեք չես հարցնում իմ զգացմունքների, իմ անհանգստությունների, իմ երազանքների մասին, բայց անգիր գիտես իմ ներդրումների մասին մանրամասներ, որոնք ես ինքս պետք է ստուգեմ հիշելու համար։ Ռուբենը նստեց բազկաթոռին Իզաբելլայի դիմաց, ընդունելով հարցաքննության դիրք, որը սովորել էր բիզնեսում տարիների դժվար բանակցությունների ընթացքում։ Եվ քանի որ խոսում ենք հետաքննություններից, ուզում ես իմանալ, էլ ինչ եմ պարզել։ Դու մի օրինաչափություն ունես, Իզաբելլա։ Սա առաջին անգամը չէ, որ մոտենում ես հարուստ տղամարդկանց երկրորդական մտադրություններով։ Վանաձորի գործարարը, պլաստիկ վիրաբույժը այստեղ երանում։ Միշտ նույն ռազմավարությունը։ Դա սուտ է։ Ո՞վ է քեզ այդ բաներն ասել։ Կարևոր չէ, թե ով է ասել։ Կարևորն այն է, որ դա ճիշտ է։ Եվ գիտես, ինչն է ինձ ամենաշատը ցավեցնում։ Ոչ թե այն, որ դու հետաքրքրված ես իմ փողերով, այլ այն, որ դու այդքան երկար սեր ես ծածրել։ Դու ինձ ստիպեցիր հավատալ, որ վերջապես գտել եմ մեկին, ով ինձ սիրում է նրա համար, թե ով եմ ես, ոչ թե ինչ ունեմ։ Արցունքներ սկսեցին հայտնվել Ռուբենի աչքերում, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք զայրույթի, հիասթափության, այնքան մշակված դաժան ձով խաբված լինելու հիասթափության արցունքներ էին։ Ռուբեն, դու շտապողական եզրակացություններ ես անում։ Ես քեզ իսկապես սիրում եմ։ Սիրում ես։ Ապա ապացուցիր, Ռուբենը առաջ թեքվեց, ուշադիր նայելով նրան։ Ասա ինձ մի բան, որը սիրում ես իմ մեջ, որը ոչ մի կապ չունի փողի կամ կարգավիճակի հետ։ Պատմիր մի խոսակցության մասին, որն ունեցել ենք, որը հուզականորեն քեզ վրա ազդել է։ Պատմիր մի պահի մասին, երբ դու ինձ համար անհանգստացել ես որպես մարդ։ Իզաբելլան երկար վայրկյաններ լուռ մնաց։ Ռուբենը
Կարող էր տեսնել, թե ինչպես է նա հուսահատորեն փորձում պատասխան գտնել, բայց նրա հիշողության մեջ ոչ մի անկեղծ բան չկար վերականգնելու։ Նրանց բոլոր պահերը հաշվարկված էին, բոլոր քնքուշ ժեստերը բեմադրված էին։ Ես։ Մենք շատ հատուկ պահեր ենք ունեցել։ Կոնկրետացրու մեկը։ Միայն մեկը։ Ռուբեն, դա արդար չէ։ Դու ինձ անհնարին իրավիճակի մեջ ես դնում։ Անհնարին ինչու։ Եթե դու իսկապես ինձ սիրեիր, եթե մենք իսկապես անկեղծ պահեր միասին ապրած լինեինք, հեշտ կլիներ հիշել գոնե մեկ օրինակ։ Այդ պահին Սաթենիկը զգուշորեն թակեց դուռը, մտավ թեյով սկուտեղով։ Ռուբենը նկատեց, որ նա պատրաստել էր այն թեյը, որը նա ամենաշատն էր սիրում, որը գիտեր, որ հանգստացնում է նրան սթրեսային պահերին։ Դա այն տեսակի անկեղծ ուշադրությունն էր, որը Իզաբելլան երբեք չէր ցուցաբերել։ Պարոն Ռուբեն, մտածեցի, որ լավ կլինի դուք մի բաժակ թեյ խմեք։ Եվ բերել եմ նա մի քանի տոստ մեղրով, այնպես, ինչպես դուք սիրում եք, երբ անհանգիստ եք։ Շնորհակալություն, Սաթենիկ։ Դու միշտ հստակ գիտես, թե ինձ ինչ է պետք։ Ռուբենը նայեց Իզաբելլային, մինչ Սաթենիկը իրերը դասավորում էր սեղանին։ Այդ պարզ կինը, որը ստանում էր այն գումարի մի մասը, որը Իզաբելլան ամսական ծախսում էր հագուստի կոսմետիկայի վրա, 5 րոպեում ավելի շատ անկեղծ ջերմություն էր ցուցաբերում նրա նկատմամբ, քան Իզաբելլան ցուցաբեր է լեր ամիսների հարաբերությունների ընթացքում։ Սաթենիկ, կարող եք այստեղ մնալ մեզ հետ։ Իրականում կարծում եմ, որ դուք պետք է լսեք այս խոսակցությունը, քանի որ դա կապ ունի այս տան ապագայի հետ։ Սաթենիկը տատանվեց, նայելով Ռուբենից Իզաբելլային, ակնհայտորեն հասկանալով, որ ինչ-որ կարևոր բան է տեղի ունենում։ Եթե դուք անհրաժեշտ եք համարում։ Համարում եմ։ Նստեք այնտեղ, խնդրում եմ։ Իզաբելլան կտրուկ վեր կացավ, տեսանելիորեն զայրացած Սաթենիկի ներկայությունից։ Ռուբեն, դա անհեթեթություն է։ Ես չեմ պատրաստվում մեր անձնական հարցերը քննարկել սպասուհու ներկայությամբ։ Սպասուհու, Ռուբենը նույնպես վեր կացավ, ձայնի մեջ մի սառնությամբ, որը Իզաբելլային ստիպեց հետ քաշվել։ Սաթենիկը, սպասուհի, չէ։ Նա իմ ընտանիքի անդամ է։ Եվ գիտես ինչու։ Որովհետև 12 տարի այստեղ աշխատելով, նա երբեք ինձնից ոչինչ չի խնդրել, բացի նրանից, ինչին արժանի էր։ Երբեք հետաքրքրություն չի ցուցաբերել իմ փողերի նկատմամբ։ Երբեք ինձ ոչ մի բանի մասին չի ստել։ Երբեք չի ձացրել զգացմունքներ, որոնք չուներ։ Ռուբենը քայլեց դեպի Սաթենիկը, ձեռքը դրեց նրա ուսին, մի ժեստով, որը ցուցաբերում էր իրական հարգանք ջերմություն։ Սաթենիկը ինձ խնամել է, երբ ես թոքաբորբ ունեի, կարծես ես իր որդին լինեի։ Դեղերը ճիշտ ժամանակին էր բերում, հատուկ ապուր էր պատրաստում, քնել է բազմոցին, ինձ վրա հսկելու համար։ Եվ գիտես, ինչ է նա ստացել փոխարենը։ Ոչինչ, բացի երախտագիտությունից։ Նա չի օգտվել իմ խոցելիությունից լավություններ խնդրելու, իրավիճակը չի օգտագործել իմ կարողությանը մոտենալու համար։ Իզաբելլան տեսանելիորեն անհարմար էր զգում համեմատությունից, բայց Ռուբենը դեռ չէր ավարտել։ 5 տարի առաջ Սաթենիկի որդին ծանր հիվանդացավ։ Լեյկեմիա։ Թանկարժեք բուժում, ներմուծված դեղամիջոցներ, մշտական հոսպիտալացումներ։ Նա երբեք ինձ ոչինչ չպատմեց, երբեք օգնություն չխնդրեց, երբեք իրավիճակը չօգտագործեց առավելություններ ստանալու համար։ Ամեն ինչ դիմակայեց մենակ, լռության մեջ, մինչ շարունակում էր խնամել իմ տունը նույն նվիրումով, ինչ միշտ։ Սաթենիկը զարմացած նայեց Ռուբենին, չհասկանալով, թե ինչու է նա պատմում այդ պատմությունը։ Սաթենիկ, ես վճարել եմ Միքայելի ամբողջ բուժումը։ Ամբողջը։ Կազմակերպել եմ լավագույն բժիշկներին, երաշխավորել, որ նա ստանա այն ամենը, ինչի կարիքն ուներ։ Դու երբեք չիմացար, որ դա ես էի, որովհետև ամեն ինչ կազմակերպեցի այնպես, որ թվա, թե բժշկական ապահովագրությունը հաստատել է հատուկ բուժում։ Սաթենիկը աչքերը լայն բացեց, ձեռքերով բերանը փակելով։ Արցունքներ սկսեցին հոսել նրա դեմքով, մինչ նա մարսում էր տեղեկությունը։ Պարոն Ռուբեն, դուք եք փրկել իմ տղային։ Ես եմ։ Եվ գիտես ինչու արեցի դա։ Որովհետև դու լավ մարդ ես, որն արժանի է, որ իր կյանքում լավ բաներ տեղի ունենան։ Որովհետև այս բոլոր տարիների ընթացքում դու անկեղծ ջերմություն ես ցուցաբերել իմ նկատմամբ, երբեք փոխարենը ոչինչ չակնկալելով։ Որովհետև դու ինձ վերաբերվում ես որպես մարդու, ոչ թե բանկային հաշվի։ Սաթենիկը վեր կացավ, գրկեց Ռուբենին, հուզված լաց լինելով։
Դա մի գրկախառնություն էր, որը փոխանցում էր տարիների զսպված երախտագիտություն, անկեղծ ջերմություն, փոխադարձ ճանաչում երկու մարդկանց միջ, ովքեր իսկապես հոգ էին տանում միմյանց մասին։ Ռուբենը նայեց Իզաբելլային Սաթենիկի ուսի վրայով։ Նա կանգնած էր սենյակի մյուս կողմում, դիտելով տեսարանը մի արտահայտությամբ, որը խառնում էր անհարմարություն, նախանձ զայրույթ։ Այդ պահին բոլորի համար պարզ դարձավ, թե ով էր իսկապես հոգ տանում Ռուբենի մասին որպես մարդ։ Սաթենիկ, նստիր այստեղ, իմ կողքին։ Ուզում եմ, որ լսես, թե Իզաբելլան ինչ ունի ինձ ասելու։ Սաթենիկը նստեց Ռուբենի կողքին, դեռ հուզված բացահայտումից, բայց ակնհայտորը։ Նվճռական, աջակցելու նրան այն ամենում, ինչ անհրաժեշտ կլիներ։ Ռուբենը նորից շրջվեց դեպի Իզաբելլան։ Հիմա, Իզաբելլա, ես քեզ վերջին հնարավորությունն եմ տալիս ազնիվ լինելու ինձ հետ։ Ինչու ես ինձ հետ։ Ինչ ես իրականում ուզում։ Իզաբելլան նայեց Ռուբենից Սաթենիկին, հասկանալով, որ լիովին շրջափակված է։ Տնտեսուհու ներկայությունը նրան ավելի անհարմար էր զգացնում, որովհետև խորհրդանշում էր այն ամենը, ինչ ինքը չէր։ Անկեղծ, հավատարիմ, անշահախնդիր։ Ռուբեն, դա արդար չէ։ Դու ինձ նվաստացնում ես նրա ներկայությամբ։ Ես քեզ չեմ նվաստացնում։ Ես քեզ հնարավորություն եմ տալիս առաջին անգամ ճշմարտացի լինելու այն օրվանից, երբ ծանոթացել ենք։ Ասա ճշմարտությունը, Իզաբելլա։ Ինչու ես ինձ հետ։ Ես արդեն ասել եմ, որ սիրում եմ քեզ։ Սուտ է, Ռուբենի ձայնը արձագանքեց սենյակում մի ուժով, որը Իզաբելլային ստիպեց կծկվել։ Դու ինձ չես սիրում, երբեք չես սիրել։ Դու սիրում ես իմ փողերը, իմ սոցիալական դիրքը, այն, ինչ ես կարող եմ քեզ նյութապես տալ։ Բայց դու ինձ չես սիրում որպես մարդ։ Ռուբենը վեր կացավ, քայլեց դեպի սեղանը, որտեղ փաստաթղթերն էին։ Վերցրեց մի այլ թղթապանակ, բացեց այն։ Ուզում ես իմանալ, թե ինչպես գիտեմ դա։ Որովհետև ես նույնպես իմ սեփական հետաքննությունն եմ արել։ Գիտեմ քո պարտքերի, քո հուսահատ ֆինանսական վիճակի, ամուսնական կարողության ժառանգության իրավունքների մասին, քո ինտերնետային որոնումների մասին։ Գիտեմ, որ դու երբեք մտադրություն չես ունեցել ինձ սիրելու։ Առաջին օրվանից ես պարզապես թիրախ էի։ Զաբելլան վերջապես կորցրեց ինքնատիրապետումը։ Քաղցրության խոցելիության դիմակը, որը նա պահպանել էր ամիսներ շարունակ, լիովին անհետացավ, տեղի տալով այն սառը հաշվարկող անձնավորությանը, որն իսկապես էր։ Լավ։ Ճշմարտությունն ես ուզում։ Ճշմարտությունն այն է, որ դու ճիշտ ես։ Ես քեզ չեմ սիրում։ Ինչպես կարող էի սիրել քո նման մեկին։ Ինչպես թե իմ նման մեկին։ Դու խղճուկ ես, Ռուբեն։ 52 տարեկան տղամարդ, որը դեռ հավատում է իսկական սիրուն, ինչպես ռոմանտիկ դեռահաս։ Դու իսկապես մտածեցի՞ր, որ իմ տարիքի գեղեցկության մի կին կհետաքրքրվեր քեզնով քո անձնական հմայքների համար։ Իզաբելլայի խոսքերի դաժանությունը Ռուբենին մի պահ անպատասխան թողեց։ Սաթենիկը վեր կացավ, վրդովված։ Ինչպես կարող եք այդպես խոսել։ Պարոն Ռուբենը լավ, առատաձեռն մարդ է, ամբողջ կյանքում աշխատել է հասնելու նրան, ինչ ունի։ Լռիր, սպասուհի։ Սա մեծերի խոսակցություն է, Իզաբելլան շրջվեց դեպի Ռուբենը, աչքերը լի արամարանքով։ Իսկապես ճշմարտությունն ես ուզում իմանալ։ Ճշմարտությունն այն է, որ միշտ գիտեի, որ դու հիմար։ Ես։ Հարուստ միայնակ տղամարդ, հուսահատորեն ընկերակցության կարիք ունեցող, պատրաստ հավատալու ցանկացած կնոջ, ով կծածնի, թե հետաքրքրված է իրենով։ Ռուբենը զգում էր, կարծես հարվածներ է ստանում Ստամոքսին։ Իզաբելլայի յուրաքանչյուր խոսքը ցավալի բացահայտում էր այն մասին, թե ինչպես էր նա իրականում իրեն տեսնում, թե որքան միամիտ խոցելի էր եղել։ Դու իսկապես մտածեցի՞ր, որ ես հաճույք էի ստանում քո աշխատանքի, սոցիալական նախագծերի, մանկության հիշողությունների մասին խոսակցություններից։ Ես ծածնում էի հետաքրքրություն, որովհետև գիտեի, որ դա այն է, ինչ դու ուզում էիր լսել։ Քո նման տղամարդկանց հեշտ է մանիպուլացնել։ Պարզապես պետք է ծածնել, թե հոգ ես տանում նրանց մասին որպես մարդկանց, նրանք ամեն ինչ կտան։ Իզաբելլա, դու չափազանց դաժան ես, Սաթենիկը փորձեց միջամտել, բայց Իզաբելլան վճռական էր, ոչնչացնելու ցանկացած արժանապատվության հետ, որը Ռուբենը կարող էր ունենալ։ Դաժան։ Ես քեզ ցույց կտամ, թե ինչն է դաժան։ Դաժան էր ծածնելը, թե հաճույք եմ ստանում նրա հետ սեքսից։ Դաժան էր դիմանալը նրա խղճուկ
Փորձերին, ինձ տպավորելու թանկարժեք նվերներով, ռոմանտիկ ուղղորություններով։ Դաժան էր ծածնելը, թե հետաքրքիր են նրա պատմությունները, թե ինչպես էր աղքատ հարստացավ։ Ռուբենը փակեց աչքերը, զգալով մի ցավ, որը ֆիզիկական չէր, բայց կարծես փշրում էր ինչ-որ հիմնարար բան իր ներսում։ Իզաբելլայի հետ ունեցած բոլոր հիշողությունները վերաիմաստավորվում էին որպես մշակված ստեր։ Բայց գիտես, ինչն է ինձ ամենաշատը նյարդայնացնում քո մեջ, Ռուբեն։ Այն, որ դու քեզ ավելի լավ ես համարում իմ նման մարդկանցից։ Դու քեզ տեսնում ես որպես ազնիվ, առատաձեռն մարդ, որն արժանի է սիրվելու նրա համար, թե ով է։ Բայց ճշմարտությունն այն է, որ դու պարզապես մեկմիայնակ հարուստ ես, որը փող է օգտագործում ընկերակցություն գնելու համար։ Դա ճիշտ չէ, Սաթենիկն այլս չկարողացավ զսպել իրեն։ Պարոն Ռուբենը իսկապես լավ մարդ է։ Նա օգնում է մարդկանց, փոխարենը ոչինչ չակնկալելով, նա հոգ է տանում աշխատակիցների մասին, նա։ Ահ, լռիր։ Դու նրան պաշտպանում ես, որովհետև քեզ դրա համար վճարում են։ Եթե նա վաղը աղքատանար, դու առաջինը կլինեիր, որ նոր աշխատանք կփնտրեիր։ Ինչպես կարող եք այդպիսի բան ասել, Սաթենիկի աչքերում վրդովմունքի արցունքներ կային։ Ես 12 տարի աշխատում եմ նրա համար, որովհետև հարգում սիրում եմ նրան որպես մարդ։ Երբ նա 80 տարեկան լինի խնամքի կարիք ունենա, ես այստեղ կլինեմ։ Եվ գիտեք ինչու։ Որովհետև որոշ մարդիկ դեռ գիտեն, թե ինչ է հավատարմությունը, ինչ է անկեղծ ջերմությունը։ Հավատարմություն, Իզաբելլան արամարանքով ծիծաղեց։ Դու ապրում ես մի տանը, որը նա է վճարում, ուտում ես ուտելիք, որը նա է գնում, քո որդին բուժվել է նրա փողերով։ Ինչ հավատարմություն է դա։ Դուք երկուստ էլ խղճուկ եք, ապրելով այս ֆանտազիայի մեջ, թե սա սեր է։ Սա պարզապես քողարկված արտրային հարաբերություն է։ Ռուբենը բացեց աչքերը, նայեց Իզաբելլային մի հստակությամբ, որը ամիսներ շարունակ չուներ։ Ամբողջ ցավը, որը զգում էր, ոչ թե այն պատճառով էր, որ նա իր մասին ճշմարտություններ էր բացահայտում, այլ որով։ Երբ նա վերջապես տեսնում էր, թե ով էր նա իրականում։ Մի մարդ, որն անկարող էր հասկանալ անկեղծ սերը, անկարող էր ճանաչել իսկական բարությունը, անկարող էր զգալ երախտագիտություն կամ կարեկցանք։ Հերիք է, Իզաբելլա։ Ահ, հիմա դու էլ ես ինձ հրամայելու լռել։ Ոչ։ Հիմա ես քեզ կխնդրեմ դուրս գալ իմ տնից, այլս երբեք չվերադառնալ։ Իզաբելլան մի պահ զարմացած թվաց, կարծես չէր սպասում, որ Ռուբենը այդքան արագ կավարտի հարաբերությունը իր բացահայտումներից հետո։ Ռուբեն, ես պարզապես ազնիվ էի, ինչպես դու խնդրեցիր։ Գուցե ես չափազանցրեցի։ Ոչինչ էլ չչափազանցրիր։ Դու հստակ ցույց տվեցիր, թե ով ես։ Եվ հիմա, երբ գիտեմ, նախընտրում եմ մենակ մնալ, քան քո նման մեկի կողքին, ով ինձ տեսնում է որպես շահագործման ենթակա հիմար։ Ռուբենը քայլեց դեպի հյուրասենյակի դուռը, բացեց այն, ժեստով ցույց տալով, որ Իզաբելլան դուրս գա։ Քո իրերը փաթեթավորված պատրաստ կլինեն վերցնելու համար վաղը առավոտյան։ Այլս չեմ ուզում քեզ այստեղ տեսնել։ Իզաբելլան հասկացավ, որ ամեն ինչ կորցրել է։ Իր դաժանությամբ նա ոչնչացրել էր հարաբերությունը պահպանելու ցանկացած հնարավորություն, հետաբար Ռուբենի կարողությանը հասանելիության ցանկացած հնարավորություն։ Սպասիր, Ռուբեն։ Գուցե կարող ենք ավելի հանգիստ խոսել։ Ես ընդունում եմ, որ բաներ ասացի, որոնք չպետք է ասեի։ Խոսելու ոչինչ չկա, Իզաբելլա։ Դու ինձ ցույց տվեցիր, թե ով ես իրականում, ես հավատում եմ քեզ։ Իզաբելլան այդ գիշեր դուրս եկավ Ռուբենի տնից, իր հետ տանելով միայն այն պայուսակը, որը բերել էր։ Նա փորձեց մի քանի անգամ վիճել, նույնիսկ սպառնաց դատական հայցերով, բայց Ռուբենը հաստատուն մնաց իր որոշման մեջ։ Սաթենիկը մնաց նրա կողքին վերջնական քննարկման ընթացքում, ոչ թե որպես հրամաններ կատարող սպասուհի, այլ որպես իսկական ընկեր, բարոյական աջակցություն ցուցաբերելով դժվար պահին։ Երբ դուռը վերջնականապես փակվեց Իզաբելլայի հետից, տունը ընկղմվեց մի լռության մեջ, որը կարծես արձագանքում էր գիշերվա բացահայտումների ծանրությանը։ Ռուբենը դանդաղ քայլեց դեպի պատշգամբ, որտեղ սովորաբար գնում էր, երբ պետք էր մտածել կարևոր որոշումների մասին։ Երանը փռված էր նրա առաջ, միլիոնավոր մարդկանց մետրոպոլիս, յուրաքանչյուրն ապրում էր իր դրամաները, իր բացահայտումները մարդկային բնույթի մասին։ Սաթենիկը զգուշորեն հետեց նրան, իր հետ բերելով մի բաժակ տաք թեյի։ Նա Ռուբենին բավականաչափ երկար էր ճանաչում, իմանալու համար, որն լան ժամանակ պետք կլինի մարսելու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, բայց նա գիտեր, որ նա չպետք է լիովին մենակ մնար այդ պահին։
Պարոն Ռուբեն, լավ եք։ Ռուբենն ընդունեց թեյի բաժակը մի քանի րոպե լուռ մնաց, նայելով քաղաքի լույսերին։ Երբ վերջապես խոսեց, նրա ձայնը խորը տխրություն էր կրում, բայց նա տարօրինակ թեթացում։ Սաթենիկ, կարող եմ քեզ մի բան խոստովանել։ Վերջին ամիսներին ես ինձ խելագար էի զգում։ Այդ բոլոր նշանները, այդ կասկածները։ Փորձում էի անտեսել, փորձում էի հավատալ, որ պարանոիկ եմ։ Բայց խորքում ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է։ Դուք պարանոիկ չէիք, պարոն։ Դուք ինտուիտիվ էիք։ Երբ ինչ-որ մեկը մեզ իսկապես չի սիրում, մենք դա զգում ենք, նույնիսկ եթե չենք ուզում ընդունել։ Ռուբենը մի կում թեյ խմեց, վայելելով ոչ միայն տաք հեղուկը, այլ ժեստի պարզությունը։ Սաթենիկը պատրաստել էր հենց այն ջերմաստիճանը, որը նա սիրում էր, դրել էր ճիշտ քանակությամբ շաքար, մատուցել էր այն բաժակով, որը նա նախընտրում էր օգտագործել, երբ խորհրդածում էր։ Դրանք փոքր մանրամասներ էին, բայց բացահայտում էին տարիների անկեղծ ուշադրություն։ Գիտես, ինչն է ինձ ամենաշատը ցավեցնում, Սաթենիկ։ Ոչ թե այն, որ նա ստեց ինձ սիրելու մասին, այլ այն, որ ես այդքան սխալվել եմ մարդկանց դատելու իմ սեփական կարողության հարցում։ Ինչպես կարող է մի մարդ, որը կայսրություն է կառուցել հիմնվելով գործընկերների, աշխատակիցների, գործընկերների բնավորությունը գնահատելու վրա, այդքան կույր լինել մեկի նկատմամբ, ում հետ ամեն գիշեր անկողին էր կիսում։ Որովհետև երբ մենք շատ ենք ուզում հավատալ ինչ-որ բանի, մենք անտեսում ենք այն նշանները, որոնք հակառակն են ցույց տալիս։ Դուք ուզում եք ձեր կյանքում հատուկ մեկին ունենալ, դա մարդկային է։ Դա գեղեցիկ է, ամոթի պատճառ չէ։ Ռուբենը շրջվեց, Սաթենիկին նայելու։ Պատշգամբի մեղմ լույսի տակ նա կարող էր տեսնել նրա շագանակագույն մազերի ճերմակ թելերը, աչքերի շուրջ փոքր կնճիռները, որոնք խոսում էին տարիների անկեղծ ժպիտների մասին, աշխատասեր ձեռքերը, որոնք խնամել էին իր տունը, ընդհանուր առմամբ իրեն, ավելի քան մեկ տասնամյակ։ Սաթենիկ, կարող եմ քեզ մի անձնական հարց տալ։ Իհարկե, պարոն Ռուբեն։ Ինչու դու նորից չամուսնացար։ Դու գեղեցիկ, աշխատասեր կին ես, հսկայական սիրտ ունես։ Համոզված եմ, որ շատ տղամարդիկ կհետաքրքրվեին քեզնով։ Սաթենիկը մեղմ ծիծաղեց, մի ջերմ ձայն, որը միշտ Ռուբենին ավելի հանգիստ էր զգացնում։ Ամուսնուս մահից հետո ես կենտրոնացա Միքայելին մեծացնելու աշխատելու վրա։ Եվ հետո, ժամանակի ընթացքում, հասկացա, որ արդեն ընտանիք ունեմ։ Դուք, այս տունը, այս առօրյան, որը միասին կառուցել ենք։ Ես ինձ այսպես լիարժեք եմ զգում։ Բայց դա արդար չէ քո նկատմամբ, Սաթենիկ։ Դու արժանի ես մեկին ունենալ, ով քեզ կսիրի, կխնամի, կյանքը իսկապես կկիսի։ Պարոն Ռուբեն, դուք չեք հասկանում, Սաթենիկը նստեց նրա կողքի աթոռին, ընդունելով մի մտերմություն, որը հազվադեպ էր իրեն թույլ տալիս։ Ես ունեմ մեկին, ով հոգ է տանում իմ մասին։ Ունեմ մեկին, ով գնահատում է իմ աշխատանքը, հարգում է իմ զգացմունքները, խնամել է իմ որդուն, երբ նա ամենաշատն էր դրա կարիքն ունեցել։ Ես ընտանիք ունեմ, նույնիսկ եթե դա ավանդական ձաչափով չէ։ Ռուբենը կոկորդում կոշտուկ զգաց։ Տարիներ շարունակ նա ռոմանտիկ սեր էր փնտրում սխալ տեղերում, լիովին անտեսելով այն անկեղծ ընտանեկան սերը, որը հենց իր կողքին էր։ Սաթենիկն այնտեղ չէր աշխատանքային պարտավորությամբ։ Նա այնտեղ էր, որովհետև իսկապես հոգ էր տանում նրա մասին։ Սաթենիկ, դու գիտես, որ ես երբեք քեզ պարզապես որպես աշխատող չեմ տեսնում, այնպես չէ։ Դու իմ կյանքում շատ ավելի կարևոր ես, քան դա։ Ես գիտեմ, պարոն Ռուբեն։ Եվ դուք նույնպես գիտեք, որ ես այստեղ չեմ աշխատում միայն աշխատա վարձի համար։ Եթե միայն դա լիներ, ես այլ աշխատանքներ կփնտրեի, որոնք ավելի լավ են վճարում կամ ավելի քիչ ժամեր են պահանջում։ Ես այստեղ եմ մնում, որովհետև այս վայրը նա իմ տունն է։ Նրանք մի քանի րոպե լուռ մնացին, յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերում։ Ռուբենը մարսում էր Իզաբելլայի հետ ունեցած արհեստական հարաբերության Սաթենիկի հետ ունեցած անկեղծ կապի տարբերությունը։ Դա ցավալի, բայց ազատագրող դաս էր սիրո տարբեր տեսակների մասին, որոնք գոյություն ունեն կյանքում։ Սաթենիկ, կարող եմ քեզ պատմել, թե ինչու եմ վճարել Միքայելի բուժման համար։ Եթե դուք ցանկանում եք։ Դա ոչ միայն այն պատճառով էր, որ դու լավ աշխատող ես կամ որ ավելորդ փող ունեի, այլ որովհետև այս բոլոր տարիների ընթացքում այստեղ աշխատելով դու ցուցաբերել ես մի տեսակի սեր, որը ես այն ժամանակ չէի ճանաչում։ Դու ինձ խնամում էիր այն օրերին, երբ ես տուն էի գալիս ընկերության խնդիրներից քայքայված։
Դու նկատում էիր, երբ ես անհանգիստ էի, պատրաստում էիր այն աղանդերները, որոնք ինձ հիշեցնում էին իմ մանկությունը։ Դու երբեք չես դատել իմ ընտրությունները, նույնիսկ երբ դրանք կասկածելի էին։ Ռուբենը դադար տվեց, մտքերը կարգավորելով։ Երբ իմացա, որ Միքայելը հիվանդ է, հասկացա, որ դու դիմակայում ես քո կյանքի ամենամեծ վախին լռության մեջ, առանց օգնություն խնդրելու, առանց իրավիճակն օգտագործելու առավելություններ ստանալու։ Այդ պահին հասկացա, որ դու ինձ սիրում ես որպես ընտանիք։ Եվ ընտանիքները օգնում են միմյանց։ Պարոն Ռուբեն։ Սաթենիկի աչքերում նորից արցունքներ կային։ Եվ գիտես, էլ ինչ։ Այս բոլոր տարիների ընթացքում, մինչ ես ռոմանտիկ սեր էի փնտրում կանանց մեջ, ովքեր մոտենում էին ինձ շահադիտական նպատակներով, ես արդեն իսկական սեր ունեի իմ կյանքում։ Ընտանեկան սեր, փոխադարձ հարգանքի, անկեղծ ջերմության, միմյանց բարեկեցության նկատմամբ իրական մտահոգության վրա հիմնված սեր։ Ռուբենը վեր կացավ, ձեռքը մեկնեց Սաթենիկին։ Արի այստեղ։ Ուզում եմ քեզ մի բան ցույց տալ։ Նրանք մտան տուն, Ռուբենը նրան տարավ իր անձնական գրասենյակ։ Բացեց մի փոքր պահարան, որը գտնվում էր որոշ գրքերի հետում, այնտեղից հանեց մի քանի փաստաթղթեր։ Սրանք Մալաթիա Սեբաստիայի տան փաստաթղթերն են, որը գնել եմ անցած տարի։ Հիշում ես, երբ ասացի, որ դա ներդրում է։ Հիշում եմ, այո։ Իրականում, այդ տունը գնել եմ, մտածելով Միքայելի ապագայի մասին։ Երբ նա ավարտի համալսարանը, երբ ուզենա ամուսնանալ, երբ ուզենա անկախություն ունենալ։ Տունը նրա անունով է, բայց դու կապրես այնտեղ, քանի դեռ ցանկանում ես, որքան ժամանակ որ պետք լինի։ Սաթենիկը մնաց անխոս, Աստաթղթերը բռնած դողացող ձեռքերով։ Եվ սա մի ֆոնդ է, որը ստեղծել եմ նրա կրթության համար։ Բավարար է վճարելու ցանկացած համալսարանի համար, որը նա կցանկանա, ցանկացած մասնագիտացման դասընթացի, ցանկացած ակադեմիական երազանքի, որը նա ունենա։ Պարոն Ռուբեն, ես չեմ կարող սա ընդունել։ Կարող ես։ Եվ գիտես ինչու։ Որովհետև ընտանիքները այդպես են անում։ Խնամում են միմյանց։ Երաշխավորում են, որ երիտասարդները հնարավորություններ ունենան ավելի լավ կյանք կառուցելու։ Ռուբենը նստեց գրասենյակի բազկաթոռին, աթոռ քաշեց, որ Սաթենիկը նստի իր կողքին։ Սաթենիկ, այս բոլոր տարիների ընթացքում ես սեր էի փնտրում սխալ տեղում։ Փնտրում էի մեկին, ով ինձ կտեսներ որպես հաջողակ տղամարդ, ով կհիանար իմ ֆինանսական նվաճումներով, ով կցանկանար կիսել իմ սոցիալական կարգավիճակը։ Բայց իսկական սերը այստեղ էր ամբողջ ժամանակ։ Ինչպես թե, պարոն Ռուբեն։ Իսկական սերը մեկն է, ով անհանգստանում է, երբ դու ուշ ես գալիս աշխատանքից։ Մեկն է, ով նկատում է, երբ դու տխուր ես, պատրաստում է քո սիրելի ուտեստը, առանց քո խնդրանքի։ Մեկն է, ով տոնում է քո հաղթանակները, առանց նախանձելու քո հաջողությանը։ Մեկն է, ով քո կողքին է մնում դժվար պահերին, փոխարենը ոչինչ չակնկալելով։ Ռուբենը ուղիղ նայեց Սաթենիկի աչքերին։ Դու այս ամենն արել ես ինձ համար 12 տարի։ Դու ինձ սիրել ես որպես ընտանիք, նույնիսկ նախքան ես ՍԿՀ։ Սկանայի, որ դա այն է, ինչի կարիքն ունեի կյանքում։ Ես միշտ շատ եմ հոգ տարել ձեր մասին, պարոն Ռուբեն։ Առաջին օրվանից, երբ մտա այս տուն։ Եվ ես նույնպես շատ եմ հոգ տանում քո մասին։ Դրա համար ուզում եմ պաշտոնականացնել մի բան, որն արդեն փաստացի գոյություն ունի տարիներ շարունակ։ Ռուբենը բացեց մեկ այլ փաստաթուղթ, որը սեղանի վրա էր։ Սա իմ նոր կտակն է։ Դու ներառված ես որպես շահառու այն բարեգործական հիմնադրամների հետ միասին, որոնց ես աջակցում եմ։ Ոչ թե որովհետև սպասում եմ շուտով մահանալ, այլ որովհետև ուզում եմ երաշխավորել, որ դու ֆինանսապես պաշտպանված լինես կյանքիդ մնացած մասում։ Պարոն Ռուբեն, դուք պարտավոր չեք դա անել։ Պարտավոր եմ։ Ոչ թե պարտականությունից ելնելով, այլ որովհետև ընտանիքները այդպես են անում։ Խնամում են միմյանց։ Ռուբենը վեր կացավ, գնաց գրասենյակի պատուհանի մոտ, դիտելով Երանի գիշերային տեսարանը։ Քաղաքը նրան այժմ այլ կերպ էր թվում, կարծես նոր իմաստներ էր ստացել։ Սաթենիկ, այս գիշեր ես իմ մասին կարևոր բան սովորեցի։ Տարիներ շարունակ մտածում էի, որ ֆինանսական հաջողությունը անբավարար է, որ պետք է ընկերուհի գտնեմ ինձ լրացնելու համար։ Բայց ճշմարտությունն այն է, որ ես արդեն լիարժեք էի։ Արդեն ընտանիք ունեի, արդեն անկեղծ սեր ունեի իմ կյանքում։ Ինչպես թե, պարոն Ռուբեն։ Դու, Միքայելը, նույնիսկ ընկերության աշխատակիցները, որոնք տարիներ շարունակ ինձ հետ են աշխատում, իսկական ընկերներ են դարձել։
Ես արդեն ունեի մարդկանց ցանց, ովքեր իսկապես հոգ են տանում իմ մասին։ Կարիք չունեի ռոմանտիկ վավերացում փնտրելու կանանց մոտ, ովքեր ինձ տեսնում էին միայն որպես ֆինանսական հնարավորություն։ Ռուբենը շրջվեց դեպի Սաթենիկը մի ժպիտով, որը նա ամիսներ շարունակ չէր տեսել։ Գիտես, որն է այս ամենի հեգնանքը։ Իզաբելլան մի բանում ճիշտ էր։ Ես փորձում էի ջերմություն գնել։ Ոչ թե թանկարժեք նվերներով կամ շքեղ ուղղություններով, այլ այն ֆանտազիայով, որ շահամոլ կանայք կարող են վերածվել սիրող ընկերակցուհիների, եթե ես բավականաչափ առատաձեռն լինեմ։ Դուք չեք կարող ձեզ մեղադրել սիրված լինելու ցանկության համար։ Ես ինձ չեմ մեղադրում սիրված լինելու ցանկության համար, Սաթենիկ։ Ես ինձ մեղադրում եմ, որ չեմ ճանաչել, որ արդեն սիրված էի։ Ռուբենը նորից նստեց վերցրեց Սաթենիկի ձեռքերն իր ձեռքերի մեջ։ Այսօրվանից ես այլս չեմ փնտրի ռոմանտիկ սեր, կարծես դա հուսահատ անհրաժեշտություն լինի։ Եթե իմ կյանքում անկեղծ մեկը հայտնվի, հրաշալի։ Բայց եթե չհայտնվի, դա էլ է նորմալ։ Որովհետև ես ունեմ քեզ, ունեմ Միքայելին, ունեմ իս կական ընկերներ։ Ես ընտրյալ ընտանիք ունեմ։ Սաթենիկը ժպտաց արցունքների միջից։ Մենք միշտ ընտանիք ենք եղել, պարոն Ռուբեն։ Պարզապես մի փոքր ժամանակ պահանջվեց, որ դուք դա նկատեք։ Նրանք խոսեցին մինչ ուշ գիշեր, ոչ թե փողի կամ աշխատանքային պարտականությունների, այլ երազանքների, Միքայելի ապագայի, տունը վերանորոգելու ծրագրերի, այն փոքր բաների մասին, որոնք կյանքն արժեքավոր են դարձնում։ Ռուբենը հասկացավ, որ դրանք խոսակցություններ էին, որոնք երբեք չէր ունեցել Իզաբելլայի հետ, խոսակցություններ իրական կյանքի, անկեղծ զգացմունքների, ընդհանուր մտահոգությունների ուրախությունների մասին։ Հաջորդ օրերին Ռուբենը զգաց մի թեթություն, որը տարիներ շարունակ չէր զգացել։ Տունն ավելի հարմարավետ էր թվում առանց Իզաբելլայի ներկայության, առանց այն մշտական լարվածության, որ ինչ-որ մեկը յուրաքանչյուր իրը գնահատում է իր դրամական արժեքով։ Սաթենիկը շարունակում էր իր սովորական առօրյան, բայց այժմ նրանց միջ այլ մտերմություն կար, այն մարդկանց մտերմությունը, ովքեր վերջապես ճանաչել էին միմյանց որպես ընտանիք։ Միքայելը, որ նա իժմ 15 տարեկան էր, սկսեց հանգստյան օրերին հաճախել տուն։ Ռուբենը բացահայտեց, որ տղան խելացի էր, զվարճալի երազում էր ինժեներիա ուսումնասիրել։ Նա առաջարկեց օգնել Միքայելին մաթեմատիկայով, ֆիզիկայով, բացահայտեց, որ մոտիվացված երիտասարդին սովորեցնելը ամենահաճելի փորձառություններից մեկն էր, որ երբե ունեցել էր։ Պարոն Ռուբեն, ասաց Միքայելը մի երեկո, երբ նրանք սովորում էին հյուրասենյակի սեղանի շուրջ, մայրս ինձ պատմեց, որ դուք եք վճարել իմ բուժման համար, երբ ես հիվանդ էի։ Ռուբենը դադարեց գրելուց նայեց տղային, պատրաստվելով երախտագիտության պարտականությունների մասին դժվար խոսակցության։ Միքայել, ես ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, բայց ուզում եմ ճիշտ շնորհակալություն հայտնել։ Ոչ միայն այն փողի համար, որը ծախսել ես, այլ որովհետև դու հոգ ես տարել։ Մայրս միշտ ասում էր, որ աշխատում է լավ մարդու համար, բայց ես լավ չէի հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Հիմա հասկանում եմ։ Ռուբենը խորը հուզմունք զգաց։ Դա տարբերվում էր այն մասնագիտական երախտագիտությունից, որին սովոր էր ստանալ ընկերությունում։ Դա մեկի անկեղծ ճանաչումն էր, ում վրա ազդել էր անշահախնդիր արարքը։ Միքայել, դու կարիք չունես ինձ շնորհակալություն հայտնելու։ Ընտանիքները օգնում են միմյանց։ Հենց այդպես։ Մենք ընտանիք ենք։ Իզաբելլայի հեռանալուց 3 ամիս անց Ռուբենն աշխատում էր իր գրասենյակում, երբ անսպասելի զանգ ստացավ։ Դոկտոր Ավետիք Մուրադյանն էր։ Պարոն Ռուբեն Մանուկյան։ Ես Ավետիք Մուրադյանն եմ, փաստաբան։ Պետք է ձեզ հետ խոսեմ տիկին Իզաբելլա Կարապետյանի մասին։ Ռուբենը ստամոքսում սեղմում զգաց, պատկերացնելով, թե ինչ տեսակի դատական գործ կամ շանտաժ է սպասվում։ Ինչ է նա հիմա ուզում։ Իրականում, պարոն, նա երեքց երբակալվել է խարդախության համար։ Նմանատիպ խարդախություն է կիրառել մեկ այլ գործարարի նկատմամբ այստեղ Երանում, բայց այս անգամ զոհը բացահայտել է ամուսնությունից առաջ բավարար ապացույցներ է հավաքել քրեական գործի համար։ Ռուբենը մի քանի վայրկյան լուռ մնաց, մարսելով տեղեկությունը։ Եվ դա ինչ կապ ունի ինձ հետ։ Պետք է իմանամ, արդյոք դուք հետաքրքրված եք նա բողոք ներկայացնելով։ Նրա բնակարանում գտել ենք ձեզ վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, ապացույցներ, որ նա նմանատիպ խարդախություն էր պլանավորում։ Դոկտոր Ավետիք, ես շնորհակալ եմ տեղեկության համար, բայց հետաքրքրված չեմ դատական գործերով։
Իզաբելլան արդեն դուրս է եկել իմ կյանքից, ես ուզում եմ, որ այդպես էլ շարունակվի։ Համոզվա՞ծ եք։ Դուք կարող էիք վերականգնել ցանկացած գումար, որը նա կարողացել է ստանալ հարաբերությունների ընթացքում։ Նա ոչ մի գումար չի ստացել։ Եվ նույնիսկ եթե ստացած լիներ, ես այլս ոչինչ չեմ ուզում, որը կապված լինի նրա հետ իմ կյանքում։ Երբ անջատեց հեռախոսը, Ռուբենը գիտակցեց, որ Իզաբելլայի նկատմամբ զայրույթ չի զգու։ Վրեժխնդրության ցանկություն չի զգում, ոչինչ չի զգում, բացի լիակատար անտարբերությունից։ Նա դարձել էր աննշան իր կյանքում, մի տհաճ դրվագ, որը ծառայել էր նրան իր մասին կարևոր դասեր սովորեցնելու համար։ Սաթենիկը հայտնվեց գրասենյակի դռան մոտ իր սովորական համեստ ժպիտով։ «Պարոն Ռուբեն, Միքայելը եկավ»։ Նա բերել է դպրոցի առաջին կիսամյակի գնահատականները։ Լավ նորություններ, թե՞։ Վատ։ Հրաշալի։ Նա ստացել է դասարանի լավագույն գնահատականները մաթեմատիկայից, ֆիզիկայից։ Ռուբենն անկեղծորեն ժպտաց։ Դա այն տեսակի նորությունն էր, որը նրան իսկապես երջանկացնում էր, այն տեսակի ուրախությունը, որը գալիս էր, տեսնելով մեկին, ում սիրում էր, հասնելիս իր նպատակներին։ Այդ դեպքում այսօր տոնելու օրը։ Սաթենիկ, ինչ կասես, եթե հատուկ ընթրիք պատրաստենք Միքայելի համար։ Արդեն զբաղվում եմ։ Այն լազանյան, որը նա պաշտում է։ Ռուբենը նայեց Սաթենիկին, գիտակցեց, որ իր կյանքը լիարժեք է։ Ոչ այնպես, ինչպես պատկերացնում էր տարիներ առաջ, երբ մտածում էր, որ կնոջ կարիք ունի երջանիկ լինելու համար։ Այն լիարժեք էր, որովհետև իր շուրջը անկեղծ մարդիկ կային, մարդիկ, ովքեր հոգ էին տանում նրա մասին, ում մասին նա իսկապես հոգ էր տանում։ Այդ գիշեր, ընթրիքի ժամանակ, Ռուբենը դիտում էր, թե ինչպես է Միքայելը ոգորված պատմում դպրոցի իր նախագծերի մասին, Սաթենիկը լսում էր մայրական հպարտությամբ դեմքին։ Նա հասկացավ, որ դա այն ընտանիքն էր, որը նա ընտրել էր, որը նույնպես ընտրել էր իրեն։ Ոչ թե արյան կամ ամուսնական պայմանագրերի վրա հիմնված ընտանիք, այլ փոխադարձ ջերմության, հարգանքի, միմյանց նկատմամբ անկեղծ մտահոգության վրա հիմնված ընտանիք։ Ռուբեն Մանուկյանը վերջապես բացահայտել էր, թե ինչ է իսկական սերը։ Ոչ թե այն իդեալականացված ռոմանտիկ սերը, որը փնտրում էր տարիներ շարունակ, այլ այն սերը, որը դրսևորվում է առօրյայում, պարզ ժեստերում, մշտական ներկայության, այն հավատարմության մեջ, որը կարիք չունի գնվելու կամ բանակցվելու։ Դա այն սերն էր, որն ավելի քան մեկ տասնամյակ իր աչքերի առաջ էր, համբերատար սպասելով ճանաչվելուն։ Եվ այսպես Ռուբենը գտավ իր խաղաղությունը։ Ոչ թե մի ընկերակցուհու վավերացման միջոցով, որը կհիանար նրանով իր նվ աճումների համար, այլ այն ճանաչման միջոցով, որ արդեն ուներ այն ամենը, ինչի կարիքն ուներ։ Մարդիկ, ովքեր սիրում էին նրան նրա համար, թե ով էր ինքը, ոչ թե ինչ ուներ։ Մարդիկ, ովքեր կմնային նրա կողքին ոչ միայն հաջողության պահերին, այլ հատկապես խոցելիության կարիքի պահերին։ Մի քանի շաբաթ անց Ռուբենն իր գրասենյակում փաստաթղթեր էր կարգավորում, երբ գտավ Իզաբելլայի հին լուսանկարը։ Մի պահ նայեց այն կնոջ պատկերին, որը քիչ էր մնում ոչնչացներ իր հավատը մարդկության նկատմամբ։ Բայց ցավի կամ զայրույթի փոխարեն զգաց միայն երախտագիտություն։ Երախտագիտություն, որ ժամանակին բացահայտել էր, թե ով էր նա իրականում։ Երախտագիտություն, որ ստիպված էր եղել վերագնահատել իր կյանքի առաջնահերթությունները։ Երախտագիտություն, որ վերջապես ճանաչել էր այն իսկական սերը, որը միշտ առկա էր իր կյանքում։ Ռուբենը հանգիստ պատռեց լուսանկարը, կտորները նետեց աղբամանը։ Հետո ուղղվեց դեպի խոհանոց, որտեղ Սաթենիկը պատրաստում էր հետճաշիկի սուրճը, իսկ Միքայելը տնային աշխատանք էր անում սեղանի շուրջ։ Իր ընտանիքը։ Իր իսկական ընտանիքը։ Սաթենիկ, Միքայել, ինչ կասեք, եթե հաջորդ հանգստյան օրերին ճամփորդության գնանք։ Լսել եմ սարերո։ Մի շատ գեղեցիկ հանգստյան տան մասին։ Հրաշալի կլիներ, պարոն Ռուբեն։ Կարող եմ իմ դպրոցի ընկերոջն էլ հետս տանել։ Իհարկե կարող ես, Միքայել։ Որքան շատ մարդ, ում սիրում ենք, այնքան լավ։ Ռուբենը նստեց սեղանի շուրջ նրանց հետ, սուրճ խմելով, օգնելով Միքայելին մաթեմատիկայի տնային աշխատանքով։ Խոհանոցի պատուհանից տեսնում էր, թե ինչպես է երեկոյան արը ոսկեգույնով ներկում Երանի շենքերը։ Քաղաքը նույնն էր մնացել, բայց նա լիովին այլ մարդ էր։ Նա բացահայտել էր, որ իսկական սերը մի բան չէ, որը պետք է նվաճել կամ գնել։ Դա մի բան էր, որը բնականորեն աճում է այն մարդկանց մեջ, ովքեր ընտրում են հոգ տանել միմյանց մասին։
Եվ այսպես Ռուբեն Մանուկյանը, հաջողակ գործարարը, որը կայսրություն էր կառուցել 0-ից, սովորեց իր կյանքի ամենակարևոր դասը. մարդու իրական արժեքը չի չափվում նրանով, թե ինչ ունի նա, այլ այն կարողությամբ, որը ցուցաբերում է անկեղծորեն սիրելու սիրվելու համար։ Եվ որ երբեմն ամենաիսկական ընտանիքները նրանք են, որոնց մենք ընտրում ենք, ոչ թե նրանք, որոնցում ծնվել ենք կամ որոնց հետ ամուսնացել ենք։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռուբենի Սաթենիկի իսկական սիրո բացահայտման պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե այս պատմությունը հավատարմության, ընտրյալ ընտանիքի շահի ու անկեղծ սիրո մեջ եղած տարբերության մասին ձեզ հուզեց, թողեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում կիսվեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Մեզնից քանիսը չենք անցել սխալ տեղերում սեր փնտրելու փորձի միջով, անտեսելով այն անկեղծ ջերմությունը, որն արդեն գոյություն ուներ մեր կյանքում։ Ռուբենի պատմությունը մեզ սովորեցնում է, որ երբեմն ամենակարևոր մարդիկ հենց մեր կողքին են, սեր ցուցաբերելով պարզ առօրյա ժեստերի միջոցով։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ենախոր զգացմունքները մեզ ստիպում են խորել մեր սեփական հարաբերությունների մասին։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, որտեղ նոր պատմությունը կհուզի ձեր սիրտը, կստիպի ձեզ էլ ավելի հավատալ իսկական զգացմունքների ուժին։